Դե ամենակարևորը չես նայել։ Չեք ուզում սորվեք էլ այդ function cost, դեռ դրած։ Թե քեսի JavaScript-ի ամենածանր ու բարդ թեմաներից մեկն է, ես ձեզ հուշացնեմ, որ ինքը բավականին բարդ է, չի հեշտադրվելու ձեզ ու նես չի հեշտ հասկանալու եք։ Սա տիկոնը գամ, նա սկսենք մի հատ նորից ընդհանուր անցնեմ ու արդեն անցնենք կլասներին։ Այս function constructor կոչվածները այդ կլասների նախատիպն են, հա? Պրոստը նայեք, տղեկ, օրինակ ոնց է։ Հաջող, բայց չես տենում։ Որ շատ բան չեմ ասել, ինչով սա տիկոնի հասնի, բայց եկեք մոտավոր մի պատկերացում կազմելու համար նայեք ինչ է կատարում։ Նայեք, տղեկ, օրինակ երբ որ ես ասում եմ կա ֆունկցիա սովորական կամ միած չեմ։ Երբ որ ես ասում եմ կա սովորական ֆունկցիա ու ասում եմ կա, չգիտեմ, անանուն ֆունկցիա, վալերճան, այսինքն անանուն ֆունկցիա a ֆունկցիաներ սենք կամ օրինակ գրում եք կոնստանտ an, հավասար է ու անանուն function կարամ, չէ՞ սենց գրեմ։ Վալերճան, այս ֆունկցիան ես այսինքն անանուն ֆունկցիան կարամ արդեն սենց կանչեմ։ Կոպիտ ասած սրա փոխարինել։ Տղեկ, նաև դրանից հետո ես ասեցի ձեզ arrow function-ի մասին։ Arrow function-ը ինչով էր տարբերվում առաջին հերթին Գուրգեն։ Arrow function-ի ու սովորական ֆունկցիայի տարբերությունը ո՞րն է։ Չէ, անանուն ես անան սովորական ֆունկցիան կարամ անանուն սարքեմ։ Գերելաձևով, էդի մեկ։ Մեկը լսի կանեսի ոնց որ կելբոք ֆունկցիա կանանչի։ Callback-ը լրիվ ուրիշ բան։ Չէ, էսի պարամետր կանանչ։ Էն էլ պարամետր կանանչ, այսինքն այս երկուսը պարամետրով չէ։ Պարամետրով չէ, ես ֆունկցիան կարա պարամետր լինի։ Այն էլ կարող պարամետր ոչ մի տարբերություն։ Ինչ-որ ֆունկցիայի պարամետր կարող լինի любой arrow function, սովորական վալերճան այդ մասը դուք բարձա։ Նայեք, любой ֆունկցիային համ սովորական գրել եմ function day կամ չգիտեմ set timeout, օրինակ։ Ազգ դասեր դրանից դրոշ։ Հա։ Да. Привет. Իմի նայեք ախպեր։ Set timeout-ին, հմի arrow function-ով callback գրեմ սենց, թե սովորական այս ֆունկցիան գրեմ, function ես իմ ինչ սենց, տարբերություն կա տիկ։ Բանի տարբերությունն ենք նայում, սովորական arrow function և function, սենց տարբերություն կա, այս սրանից գրեմ, առաջի այսքից չկա, հիմա, տիկ դու ասա, տենամ դու գիտես, որն է տարբերություն arrow function-ի ու սովորական function, այսինքն այն ֆունկցիայի, որը որ function բառով է հայտարարվում, ու այն, որը որ խոսքի չգիտեմ, ինչ-որ սենց arrow function։ Մի քանի անգամ ասել եմ, տղեկ։ Չէ, սա հոս ինձ է կանչ։ Չէ։ Կապեք վերջի թեմայի հետ, օրինակ, ինչ-որ ասում, ինչ-որ փոքր չափով, ինչ-որ արումով։ Վերջի թեմայի վիդեոն նայել ես տիկ։ Այսինքն անանունը function constructor-ն։ Անանունը սենց անանունը կա այդ կոնստրուկտորի մասը լի, բայց որ անանունը չի կարող կոնստրուկտորի։ Դայք function, սովորական function-ը և arrow function-ը տարբերվում էին ամենակարևորը նրանով, վիզուալ գրելաձևը պարզ է, որ գրելաձևը տարբերվում է, բայց ամենակարևոր իրենց տարբերությունը this-ն է։ Դայք մի քանի անգամ ասել եմ, որ arrow function-ը չունի սեփական yes, չունի սեփական this, arrow function-ը երբեք, օրինակ, հալը հիշում ես օրինակ, 1000 անգամ այս օրինակը բերել եմ, էլեմենտը, հավասար է document query selector եսիմ ինչ, եսի ոչի գիրում, մանկապ բանը։ Տիկ add event listener անելուց, եթե ես ըստեղ arrow function գրեմ click-ի վաղ ու arrow function։ Չէ։ Տղեկ աշկսես 10-ն եթակ նորից նայք, հա։ Չէ, աշխատել եք աշխատի տղեկ, պրոստը մի հատ տարբերությամբ, եթե ես ըստեղ գրեմ console log this, ով։ Ինչ էլեմենտ։ Ինչի վրա click ես անում։ Սխալ պատասխան։
Եթե HTML էլեմենտը դա։ Եթե this-ը կներ HTML էլեմենտ մենակ այն ժամանակ, երբ որ ես գրեի ոչ թե row function-ով, այլ գրեի սովորական function-ով գուրգեն։ Ապրեցետի window-ներ։ Բալեր, ուրեմն նայ, եթե ես գրում եմ add event listener ու DOM-ի ինչ-որ էլեմենտի տղեկ կպցնում եմ, կամայական, вообще կապ չունի, քլիքա mouse move-ա, թե ես իմ ինչ անտերա։ Եթե ես տղեկ այդ անտեր բանին, event-ին, կպցնում եմ սովորական function բառով տիկ ֆունկցիա, տղեկ հիշեք հավերժ, նա պարունակում է this հասկացողություն։ This հասկացողությունը ուղիղ ձևով Գուրգեն ջան կապ ունի հենց այդ էլեմենտի հետ։ Բայց Վալեր, եթե ես ըստեղ օգտագործեմ arrow function, հիշում ենք, որ arrow function-ը որպես ժամանակակից այս թինթոն երեխեքից չունի սեփական yes-ը, ինքը չի ճանաչում բացարձակապես this հասկացողությունը ու իր համար this-ով է Վալեր ջան։ This-ը window-ն է։ Այսինքն տղեկ, this-ը по-любому любой տեխնիկ, ամեն ձևով, ուր դե ուզում ես կանչի, ինքը ինչ-որ մի բան նշանակում է։ This-ը ոչ մի ձևով դու չես կարող undefined կամ եթե իհարկե հատուկ չես գնացել this-ը սարքի undefined տղեկ, դու this-ը չես կարող undefined ստանալ։ Որտեղ this-ը Վալեր ջան կախված իր գտնվելու տեղից, console log-ից, ֆունկցիայի պարունակությունից, ֆունկցիայի հայտարարման տեղից, դրանից կախված տղեկ կարա ձեր this-ը լրիվ ուրիշ բան լինի։ Հիմա նորից գնացինք, ուրեմն հիշում ենք սովորական ֆունկցիան ու function constructor-ը տիկ ոնց է իրարից տարբերակում նախ արտաքնապես։ Մեծատառով։ Տարբեր։ Չէ, գույնը ինքը տարբեր ռեդակտորներ տարբեր ձև են գունավորում։ Ապրես, հետի արդեն կանչել է, բայց տիկ երբ որ ես ասեմ ախպեր, ստե function construct, նայ, գրում եմ Վալեր ջան, արի car սարքենք ավտո։ Հա, function car։ Վալեր ջան, եթե դու ստե մեծատառով բան տեսար գրած, ուրեմն իմացի հաստատ ես էսի new-ով եմ օգտագործել։ Այսինքն Վալեր ջան, սա օգտագործել եմ ես որպես բան, որպես function constructor։ Տղեկ ինչա կոչվում function constructor։ Ինքը զավոդիկ էր փոքր, հիշում եք։ Այդ զավոդը տղեկ թույլ էր տալի որ մենք մուտքային տվյալներ տայինք իրան, իմ ինվոլյուցորի կասում դետալները տանք եղբայր, այն հակառակ կողմից հանենք մեր ուզած պերսոնաժը։ Հիմա Վալեր ջան, մուտքային տվյալներ ֆունկցիային տվեք, մենք բոլորս էլ գիտ անունը ինչ ուզում եք դրեք, մուտքային տվյալներ դրեք function constructor-ի պարամետրեր, ինչ վախենալու բառով ուզում ես ասա իրա։ Տվեք էդի նույն ֆունկցիայի պարամետր։ Եկեք ոչ մի բարդ արտահայտություն ու հասկացողություն չդարձնենք եսի միջ։ Պալյուբոմու Վալեր ջան, այս նույն անտերի խոսում ենք մեկ հա տվեք ոնց բրցնենք։ Մենք խոսում ենք ֆունկցիայի պարամետրի մասին։ Մուտքային տվյալներ, տիկ ջան, 100 հատ ֆունկցիային գրե 100 հատ պարամետր ենք փոխանցել։ Ինչ կուզես, խոսքի օրինակ car-ը ինչ է ունենում եղբայր։ Ունենում է year, տարիք, տարի թիվ, չգիտեմ։ Տղեկ ջան, ունենում է մատորի հզորություն, չգիտեմ, գրում եմ մատորը ստեղ։ Էլ ինչ կարա ունենա, դռների քանակ, գրում եմ doors count, ախպեր ջան։ Եկեք այս 3 նախնական պարամետրով կամ գույն, չգիտեմ, в общем, հա կարամ շարունակեմ Գուրգեն ջան, ես այս բան։ Հիմա պատկերացրեք տղեկ, մենք ունենք զավոդ, հա, եկեք տղեկ function constructor-ներին միշտ վերաբերվեք որպես զավոդ, հա, ինչ է սպասում Գուրգեն ջան, զավոդը քեզանից, զավոդը խանութ չի որ մտնես այնտեղ պատրաստի բաներ վերցնես, զավոդը պատվեր ընդունում, այսինքն տիկ ջան, դու կոպիտ ասած ամեն զավոդ կարա մի քանի հատ շաբլոն առաջարկի, նենց չի խոսքի կարաս մտես, ասես ախպեր ինձ սենց կասեն գիժես բայ տղա ջան, 4 հատ շաբլոն կա, 4-ից մեկը ընտրի, բայց ենթադրենք տղեկ, ես մեքենայի կազմակերպությունը, Վալեր ջան, միշտ հավաքում ա ստանդարտ նույն մեքենաները, միակ բանը, որ դու իրանից կարաս ուզես, ասես ախպեր 2020 թվի մոդելից եմ ուզում դու իմ համար սարքես, դուրս եկել ա, հին ա, բայց լավն ա, խոսքի։ Ասում եմ ախպեր մատոր ուզում եմ 1.6 հզորությունը լինի, ոչ թե այն ձեր ստանդարտ 2.9-ը խոսքի, ու ասում եմ ախպեր այդ կուպեն եմ ուզում սրա խոսքի, դռների քանակը 2։ Վալեր ջան, այս զավոդը ուրիշ բան չի սարքում։ Դու իրան ինչ էլ տաս, ինքը քեզի նույն բանն է տալու, պրոստը կարաս այս 3 հատը փոփոխես։ Այսինքն, տղեկ, ես չունենալով տիկ ոչ մի բան, ես կարամ ստեղծեմ դրան։ Ինչա նշանակում ստեղծեմ, տղեկ, եկեք ճիշտ հասկանանք, function constructor-ը ձեզ միշտ վերադարձնելու է օբյեկտ։ Տղեկ ջան, այս անտերը ուրիշ բան չի կարա ձեզ վերադարձնել։
Տղեկ հիշում եք, չէ՞ մենք գնացինք այն հայոց պատմությունով, բանով նայեցինք, հետ եկանք, տեսանք, որ ախպեր ջան, այս JavaScript-ը հիմնված է ամբողջությամբ օբյեկտ հասկացողության վրա։ Բալեր ջան, window կոչեցյալը օբյեկտ է։ Որ խորանում ես ֆունկցիան օբյեկտ է։ Տղեկ զանգվածի տիպը օբյեկտ է։ Դիք, երբ որ գրում էինք string, հիշում եք այս կայֆը։ Երբ որ դու գրում էիր սովորական շակերտների մեջ string, եսի իտոգում նույնն էր, որ string օբյեկտ սարքեիր նույնը։ Ինչի էր սա օբյեկտ, ինձ Վալեր ջան, ինչի էր ամբողջը վերածնվում որպես օբյեկտներ։ New կներեք այստեղ։ Վալեր ջան, ի՞նչն է խնդիրը, որ այս անտերները միշտ վերափոխվում են դեպի օբյեկտի, որտեղ օբյեկտն է, որ կարա k value-ով ֆունկցիաներ պահի քո համար։ Ուրիշ այդպես բան դու չունես, զանգվածը հարմար չի, տղեկ, եթե զանգվածը հարմար լինի, ես զանգվածով կանեմ։ Դիք ջան, բայց դժվար է, երբ որ ասես ախպեր, բանի, չգիտեմ, string-ի 8-րդ ֆունկցիա։ Էդ ի՞նչ է։ String-ի 8-րդ ֆունկցիան ո՞րն է։ Վալեր ջան, դրա համար մարդիկ բռնեցին օբյեկտը վերցրեցին որպես հիմք, որպես իրանց առաջ շարժվելու կոպիտ ասած են հենասու։ Որտեղ մենակ օբյեկտներ, որ կարա իր եղբայր դիմեիր ասեիր string օբյեկտի, Գուրգեն ջան, to lowercase ֆունկցիա։ Ախպեր այդ to lowercase անունը ինքը իրանով հուշում է, պետք չի հիշել համար 24 ֆունկցիան ինչ էր անում։ Հա տես Վալեր ջան, ինչի՞ց է որ մենք գնում ենք նրան, որ ախպեր էս անտեր օբյեկտը բեսամբ հարմար բան է։ Եկեք հələ մենք ինքներս դատենք, տղեկ։ Այսինքն, հիմի դուք ելնեիք զանգված կվերցնեիք որպես այդպեսին, թե օբյեկտ։ Բնականաբար օբյեկտ, որտեղ անուն կարող ստաս այդ անտեր։ Դրա համար տղեկ ամեն ինչ գնաց այդ օբյեկտ հասկացողությանը։ Հիմի պատկերացրու window, հա, նայի է, ավելին ասեմ։ Հիշում եք, չէ՞, սա ֆունկցիաները գտնվում էր window-ի մեջ, տղեկ։ Հիմի տիկ պատկերացրու մի հատ sense սիտուացիա, որ դու window alert-ի տեղը գրում ես window 0-րդ։ Դու միշտ պետք է հիշես, որ window 0-րդը էդի alert-ն է, Վալեր ջան։ Որտեղ ախպեր ջան, էսի քո համար օբյեկտ չի, որ k բանը լի, k10 value ֆունկցիա։ Էսի զանգված ախպեր։ Այստեղ էլ կա ինդեքսացիա, բայց թվերով մենակ։ Այսինքն դրա համար է Վալեր ջան, որ այս window-ն էլ է օբյեկտ, string-ը էլ է օբյեկտ, math-ն էլ է օբյեկտ, սա աղել օբյեկտ է, բայց տղեկ, այս ամեն ինչը չշփոթեք հիշողության մեջ պահելու հետ։ Որտեղ, Գուրգեն ջան, ինչքան էլ էսի կոդին աշխատելուց է դա դառնում օբյեկտներ։ Այսինքն JavaScript-ը տակից է էդի անում, որ այդ աշխատանքը կատարի, բայց Վալեր ջան, ինչ խոսքը, եթե վերաբերում է փոփոխականների պահելու մասին, մենք է դրա մասին ժամանակին խոսել ենք, ուտեղ ոչ մի բան չի փոխվում։ Կա պրիմիտիվ տեսակներ, տղեկ ջան, կա օբյեկտային տեսակներ, հա։ Պրիմիտիվ տեսակները էլի մնում են string-ը, number-ը, boolean-ը, ոնց որ այդքան։ Իսկ բարդ տեսակներից տղեկ ջան, ոնց է, ֆրցնեք օբյեկտն է, զանգվածը իր ենթատեսակը, մի խոսքով։ Այսինքն по-любому այդ heap ու stack հասկացողությունները, Վալեր, հիշում ենք դրան։ Heap ու stack-ը որտեղ են պահվում Վալեր պրիմիտիվ փոփոխականները։ Այդ վիդեոն է դու գնացիր նորից նայել։ Ուրեմն, տղեկ, սրանից հետո սենց հարցեր եմ տալու, որ հարցին չպատասխանեցիք կամ կամուկած ընկաք, եթում եք նորից վիդեոն նայեք, okay։ Էսի արդեն դուք պետք է մի քիչ լավ գաստակ, ես ինչը չհիշեցիք, ռեսկի եթալու եք հետ նայեք, okay։ Որտեղ մինչև դուք չդառնաք տիտան, ձև չկա։ Այդ պրոստը չէ բանով չի դառնա, հա։ Okay։ Հիմա տղեկ ջան։ Քանի որ ամեն ինչը գնում էր դեպի օբյեկտի, մենք որոշեցինք, որ ունենանք function constructor հասկացողություն։ Տղեկ ջան, գոյություն ունի ֆունկցիայի մեջ կոնստրուկտոր գաղափար։ Գուրգեն ջան, մուտքային տվյալների մասին է խոսքը, չենք բարդացնում։ Տիկ, ոնց գրենք, this ով էր, Վալեր ջան, ով էր this-ը բանի մեջ, այս անտերի մեջ, կարող է հիշես։ Եկեք car1-ը սարքեմ, չէ, window-ն հաստատ չի։ New, տղեկ, okay, լավ, եկեք ստեղից գա։ Տիկ ջան, առաջի հայացքեցինք սովորական ֆունկցիա, եթե մենք մոռանանք այն փաստի մասին, որ եթե մեծատառով են գրել, ուրեմն դա գրել ենք որպես function constructor մտքով։ Վալեր ջան, սովորական ձևով արի այս ֆունկցիան կանչեմ։ Տղեկ, ես կարամ պարամետրներ սպասեմ, տիկ, բայց չփոխանցեմ, չէ՞։ Եթե ես սրանք չեմ օգտագործել, բան չեմ անել, սրանից Գուրգեն ջան, դու error չես ստանալու։
Դիք ասում ես բանը, բա hypnostatic-ի տարբերությունը որն էր։ Որը որ դե։ Ահա։ Let const-ը ուղղակի փոփոխականի հայտարարման տեսակներ են։ Այդ թե որտեղ է պահվում այդ let-ի ու const-ի պարունակությունները, դա է հարցը։ Տիգրանները նույնպես նայելու այդ վիդեոն կրկին, շատ լավ, շատ լավ։ Գուրգեն ջան, դու ես նայել։ Okay, լավ պատասխաններ։ Հիմա հարց։ Եթե ես գրում եմ console log, օբյեկտ։ Ինչ որ։ Let object like, ահա, հիմա Հեսա հերպես կգամիս, let OBJ հավասար է օբյեկտի։ Լծմա չէ նորմալ վալով չէ։ Let OBJ-ն հավասար է օբյեկտի։ Console log OBJ, քանի որ Գուրգենը պնդում է, որ վիդեոն նորից չի նայելու, հիմա ինքը կպատմի տղեկ ջան, ոնց է կատարվում այս օբյեկտ փոփոխականի փնտրտուքը։ Գուրգեն ջան, հիմի երբ որ դու գրում ես console-log ինչ-որ մի բան կամ կապ չունի, ինչ-որ միտեղ օգտագործում ես այդ փոփոխականը, JavaScript-ը ստիպված է ման գա, թե ինչ է դրա տակ ընկած, որպեսզի այդ փոփոխականը value ջան փոխարինի իրական արժեքով։ Այսինքն հո ինքը բան a + b մեջ a ու b չի թողում, չէ՞, տիկ ջան, ինքը գնում է տենում է որտեղ է սպայ այդ a-ն, որտեղ է սպայ b-ն, այ b-ի տեղը բերում է իսկական թվերը կամ եսի ինչերն է դնում։ Հիմա Գուրգեն ջան, ո՞նց է կատարվում այդ փնտրտուքը։ Գնում է միանգամից take-ի մեջ, հա, ման գալի, թե heap-ի մեջ։ Այդ հիմա ստիպից take-ը նշում, երկու բան կա։ Թվերից let-ի տեղը թվեր է դրա։ Ահա։ Հետո դրա դեմն բան կա, ինչ-որ արժեքներ, հետո դեից հետո heap, այդ արժեքով ընդեր բան կա։ Այսինքն, տղեկ, Գուրգենը պնդում է, որ take-ի մեջ պահվում են ոչ միայն պրիմիտիվ փոփոխականները, այլ նաև բանալիները դեպի բան, դեպի heap, չէ՞։ Ահա, ու լավ, ոչինչ, լավ, չեմ խոսում, հետո գետակել է։ Չէ, հա, տենց է։ Պրոստը տղեկ կարացիք այդ միտքը օտի դոս, ես չոտքի տեղի հասցնեք։ Okay, հիմա մի հատ լրիվ ուրիշ հարց եմ տալի տղեկ։ Այն զավոդը հիշում եք։ Տղեկ էդ այն հարցերն, հա, որ քրքր են, մինչև ես դրանք ձեզնից մինչև որ չստանեմ։ Տիկ զավոդը հիշում ես։ Հիմա ախպեր ջան, ով կպատմի ինձ ընդհանուր առմամբ, ոնց է կատարվում այդ զավոդի աշխատանքը։ Այսինքն զավոդը ինչ բաղկացուցիչ մասերից է կազմված, ինչ կա զավոդից։ Տեսակավորողից, այդ երկրորդական գործողություններից, մեկ էլ ասը որ հենց բանալուր է, տեղ ասում է, այսպեսի եղել է ժամանակը, դու տես առաջնայինը թե երկրորդային։ Okay, հիմա, եկեք լավ, ուրեմն մի հատ նկար բացեմ, ու փորձեք ինձ նկարի բառերով բացատրել, թե ով է, ու ինչա կատարվում ընդհանրապես այս ամբողջ մի վարքան բայց ճիշտ նկար բացեմ նորեն։ Այս է լավ նկար։ Այդ մեկը։ Լսում եմ Գուրգեն։ Այս Cross-take-ը։ Cross-take-ը այդ կատարման տապան առաջնահերթ կատարման տախտակն է։ Կատարման տախտակն է։ Լավ։ Այս level լոպը այդ առաջնային գործողությունն է։ Այս callback queue։ Էսի Roslyn web API-ից։ Web API կարաս ասես։ Այդ երկրորդայինն է, այն երկրորդայինի մեջի բանն է, որն առաջնային ֆունկցիաներն է, որ խփում է։ Նախ չէ։ Դիկ։ Հեսա ամեն մեկը ձեր վարկածը կասեք, որ չէ, որ ես ասել որ կատարող կատարել։ Այնտեղ աշխարհում
քլիկներ, Վալերը քլիկներ, տիկոյնը բանին է, սետ թարմադը վերևի բանը։ Տիկոյնը հիշեցնում։ Ով է փոխանցում callstack-ին։ Callback-ը ուղղակի հերթ է պահում։ Դեք լավ եկեք նայեք։ Մոտես։ Բայց ինքը երբեք չի կարա ինքնուրույն որոշի, որ այստեղից պետք է տանի ստեղ։ Event loop։ Տղեկ բառերը հիշեք։ Տղեկ ոչ մեկին դուք այս ամեն ինչը չեք կարող բացատրել, եթե այս բառերը չհիշեք։ Բալեր ջան, հիմի որ դու ասես, չգիտեմ, բան, մարդ կանդ է որ ֆրցնում է, ոչ մեկ չի հասկանա։ Նորից, web API-ը տղեկ պահում է ամբողջ լոգիկան կախված request-ների հետ, չէ՞ դիք, երբ որ Axios-ով դիմում էինք բանին, տվյալների բազային, Վալեր ջան։ Հետի պահում էիր դու web API-ն էիր, Վալեր։ Դու պատասխանատու էիր այս երկրորդական գործողությունների համար, այսինքն գործողությունները, որոնք որ կարող են կատարվել հետո կամ խոստումնային ինչ-որ բաներ կա, տղեկ իրա մեջ set timeout-ն էլ է ինչ-որ չափով խոստում։ Նու չեմ ուզում իրանց խոստում անվանել։ Callstack-ը տղեկ այս callstack-ը միակ գործանողն է այս ամբողջ շղթայում։ Այս callstack-ը մենակ ինքն է որ ֆունկցիա է կատարում։ Մնացածը ախպեր իտոգում բան են թուղթ ու թամաս ֆրցնող։ Հիմա Վալերը իտոգում հետևում էր ախպեր, որ գրանցում էր, վեկալում էր թուղթ ու գրիչը, ախպեր գրում էր, ասում էր մեկը zaпрос արեցտիկ։ Ասում եմ որ zaпрос-ն ինչ պետք է լիներ, ասում է այս ֆունկցիան, ասում եմ հիշում ես այդ ֆունկցիան, ասում է բրատ, այդ իմ գործն է որ ես հիշեմ, կպի գործերի։ Ասում եմ օքեյ։ Ասում եմ այսինքն քեզ ինչ է պետք, ասում է ինձ պետք է դու ընդհանրապես տաս այդ zaпрос-ը ինձ տիկ, թե ու իրա callback ֆունկցիա, դեն-ը ինչ է տիկ, callback ֆունկցիա։ Այսինքն Վալերը համ ախպեր ջան, քո zaпрос-ը գիտի, համ էլ դեն-ը գիտի։ Երբ որ zaпрос-ը պրծնի, տղեկ էս fetch-ն է որ գրած այստեղ։ Երբ որ էս fetch-ը պրծնի, Վալերը արդեն այնտեղ կատարի այդ քո դեն ֆունկցիան տիկ կտար քեզ։ Դու հիշի այս շղթայում տիկ callback queue-ն էի։ Callback-ների հերթ տղեկ, սենց եկեք բառը սենց ասեմ։ Այսինքն ֆունկցիաներ, Գուրգեն ջան, որոնք որ պետք է հետո կատարվեին, դրանք երբ որ արդեն ժամը գալիս է որ պետք է արվի, ընկնում են հերթի տակ։ Որտեվ տղեկ ջան, կարող է 800-ա դու հետ խոստված բանում էիր, 800-ը իրար հետևից գալիս է։ Տղեկ դու չես կարա, callstack-ը չի կարա միաժամանակ 800 հոգու զանգի պատասխան։ Դրա համար Վալերը երբ որ ավարտվում էր այդ գործողությունը, պատրաստ էր տղեկ այդ ամեն ինչ արդեն կատարման, կլինի դոմի click event։ Տղեկ, եթե դուք մտածում եք 800-ը իրար հետևից click եք անում։ Չէ՞, դիք հիմի բացանի վրա click ես կախել, 800 անգամ click անես, ի՞նչ է քեզ թվում մի անգամից ախ կատարվելու չկա դες բան։ Դեմից Վալերը վերցնելու է այդ ամեն ինչը իր կոնտրոլի տակ։ Հենց դոմի վրա, տղեկ, դոմի click-ները Վալերն է բանանում կառավարում։ Հենց դոմից click եղավ տիկ, ինքը բերելու է քցի քո հերթի մեջ, callback queue։ Queue-ն տղեկ հերթն է։ Callback-ը ետ կանչերի տղեկ, ետադարձ կանչերի հերթ։ Հետադարձ կանչերի հերթից Վալեր միակ մարդը, որ իրավասու էր այդ անտեր ֆունկցիան վեկալ էր ու տար կատարելու, էդի event loop-ն։ Event loop։ Event loop-ը հետևում է որ call stack-ը ազատվելուն պես վերցնի հաջորդ ֆունկցիա։ Այսինքն event loop-ը միշտ հերթի մեջից վերցնում ամենա այն կոպիտ ասած վռազներից ու բերում է կատարվելու։ Երբ որ դա կավարտվի կվերջանա, նոր ինքը գնա հաջորդի հետևից։ Վալեր հիմա հարց։ Գոյություն ունեն սինխրոն եւ ասինխրոն գործողություններ, որոնք են սինխրոն, որոնք են ասինխրոն։ Օրինակ, փուճուր օրինակ։ Ապրես։ Մի հատ երկրորդական գործողություն ասա այնքան որ։ Ինչ է։ Չեմ ուզում։ Որը կսպանեմ Վալեր։ Սինխրոն եւ ասինխրոն։ Դու ով էիր Վալեր այս պատմության մեջ։ Վալերը web API-ն էր։ Այն
օրինակ set timeout-ը վալոր set timeout-ն է որ իր մեջի գործողությունը երկրորդական է ինչի է երկրորդական որտեղ պետք է սպասենք Աբրես ասինխրոնը տղեկ հերթականությունն է ասինխրոնը որտեղ ինքը ինչ-որ մի պահի գրանցվեց ու չկատարվեց հետո կատարվեց այսինքն այդ հերթից դուրս եկավ ինքը տղեկ նայեք եթե ինչ-որ մի բան հերթից մի պահ դուրս է գալի նորից է հետ գալի դա կոչվում է ասինխրոն այսինքն դու այդ նույն գործողությանը հետո էլի ես հետ գալ ինչ-որ տես մի բան է ստացվում օքեյ սինխրոն գործողության օրինակ ասա Console log կապ չունի for любой չէ любой բան տվեք որը որ ասինխրոն չի ուրեմն սինխրոն Աբրես դա սինխրոն ահա Տալեր ջան 800 հատ console log ունես ու գրել եմ համի նայեք սենց օրինակ եմ բերում set timeout 0 վայրկյան console log a console log b c d e f в общем այդ մասը ու անվերջ կարա իթա տղեկ կամ չէ ինչ որ մի 100 հատ տղեկ ջան այս է console log-իր տակից Իսկ ասեք սկզբնական հերթականությունը ո՞նց է գնալու console log 23-ի դիշնեվյա Չէ console log-երը տարերով ասեք իմ ով ջան հաշվում եմ թե չէ Չէ վերև մոռացեք վերևը չէ էս հա BCD վերջումը BCD էս E E G հետո ինչի տղեկ Աբես 0-ն ոչի բան Զրոն ոչի բան ճիշտ է ասինխրոն այսինքն տղեկ ջան անկախ նրանից որ նույնիսկ ինքը 0-յա տված set timeout-ը եթե տենում ենք ու ինքը ասինխրոն է ուրեմն գնաց անվերադարձ մինչև սովորական սինխրոնները չավարտվեն վալեր ջան ոչ մի ասինխրոն գործողություն չի գա շատ լավ ահա օքեյ իսկ մարդը անգամ դեռ այդ մասը լավ ինչ է անում Okay, հա, տղեկ, ինչ էի ասում, հետ եկանք նորից մեր թեմային, արժի մեկ սենց էքսկուրսիաներ անել թեմայից թեմա, հիմա նայ, գալիս ենք, ուր է այդ անտերը չէի բացել, տղեկ ես խրում հա, ճիշտ է, գիրեի որ բացել Okay, նայք, տղեկ չը Գնանք կոդը նորից նայենք, տղեկ, երբ որ սովորական ֆունկցիայի մեջ ունենք սովորական ֆունկցիայի կանչ, դիք ինչից ենք ենթադրում, որ սա սովորական ֆունկցիայի կանչ է, որտեղ դեմը ոչ նույնը բառնա գրած, ոչ է դուք ինչ։ Սովորական console log this-ը ինչ է, միշտ window է։ Այսինքն այս բան ուրիշ տղեկ ես shared կամ ուրիշ ինչ որ բան չեմ տենում, որի պատճառով կարա ինքը window-ն չլինի։ Մի բան նիտո է գրած։ Հաստատ այս չի ես չի Они как им это? Если уж не полагаешь, что Advanced car. Questo ha vinto il Բալր կոմոդ ինչա բերում ես։
Սովորական քարեք չի կանչի, ուրիշ բան չի կարող։ Ոչ մի չեմ, ֆունկցիոն, հա, ստորակեդի պետքանա, կոնսոլի, հետո, Անիստր, սրանից դիմանանք։ Հա, լավ կարալ է, հա։ Wi-Fi, Просто ես strict անեք ռադարեք բրծիկ։ Okay, տղեկ, հիմա տեսիք։ Դիսը window-ն է, տղեկ ջան, իսկ այն պարագայում վալեր ջան։ Երբ որ լրիվ նույն տղեկ, նայեք, այս ֆունկցիան սովորական կանչում ասում է window-ն է։ Հերիքը տղեկ ջան, ես ներքևի տողում ես այս կանչեմ որպես new car, չէ՞, new car։ Արա գալիս ենք տենում ենք մեկ է հոպ, focus։ Դատարկ օբյեկտ է, car անունով ինչ որ։ Որտև Վալեր ջան, հենց այդ new բառը մեզ հնարավորություն է տալիս ստեղծել լրիվ դատարկ, բայց տեսակավորված օբյեկտ։ Տղեկ ամենակարևոր բառն է տեսակավորված։ Տիկ ջան, ֆիրմա բան է, այսինքն դու չես կարա զավոդից ոչ ֆիրմենի բան անես, ապրանք։ Ուրեմն դու զավոդ չի, պատվորում ինչ-որ մի հատ խուժան պատվալ։ Հա? Այսինքն տղեկ ջան, եթե դու գրել եք function constructor-ը տից Վալեր ջան չի կարա չտեսակավորված, չմոդելավորված ապրանք դուրս գա։ Երբ որ զավոդի ներսում, տղեկ, զավոդի ներսում դու new ես կանչում, ուրեմն զավոդին ես դիմում, հա? Երբ որ զավոդի ներսում, տղեկ, գրում ես this, ընդ ում էլ հարցնես ես ինչա, կասեն ախպեր ջան, չգիտեմ, օրինակ, տեսա է զավոդն է, ախպեր, ինչ է։ Այսինքն ինչ։ Okay, հիմա, տղեկ ջան, քանի որ մենք պետք է պարամետրեր տանք մուտքային, որպեսզի սարքեինք, չէ՞, սանտերը։ Ահա։ Հիմա նայեք, տալիս եմ 2000 թվականի 2.5 մատորով 2 դռնալի մոտ գազան մեքենա։ Հիմա տղեկ նորից գրում եմ console log this, չնայած դենա, դիսը գրել եմ, չէ՞ տղեկ։ Նայեք, Վալեր ջան, արդեն սա պարամետրերը սիրուն փոխանցել եմ, չէ՞։ Սիրուն տեղին ախպեր հերթով։ Գնում եմ ստուգում եմ, տղեկ ջան։ Էլի քար դատարկ։ Ահա, ինչի։ Որտեղ տիկ ջան, այն պարամետրերը вообще մենք չենք օգտագործել։ Սպասել եմ, տղեկ ջան, սպասել եմ, բան չունեմ ասել։ Բայց ոչ մի բան չեմ արել։ Որտեղ քարը առանց ինչ չես կարող։ Տղեկ, դիսա ինչ էր ուղակի օբյեկտ։ Չէ՞ տիկ։ Վալեր ջան, դիսը, այս անտերը, հա շատ է որ տիկ դեմը անում կա գրած, բայց ինքը ինչ է սովորական։ Տեսա, նայ օբյեկտի զնակն է դեմը։ Սովորական օբյեկտ է։ Տիկ ջան, եթե սովորական օբյեկտ է, կարող գրեմ դիսի ենթադրենք անհավասար է 5 խոսքի։ Հա? Գրում եմ console log a։ Բայ ես ինչ արի։ Բայ դիսը պետք է տպեի տղեկ։ Ահա, նայեք, այսինքն տղեկ ջան, ինչ եմ անում, այդ օբյեկտին a k-ով վերագրում եմ ինչ-որ արժեք, նայ Վալեր ջան, անդարավ 5։ Օբյեկտ է Գուրգեն ջան, սովորական պրաստո օբյեկտ։ Տղեկ, այսինքն մի շփոթվեք, որ այս անտերի անունը dis է։ Նայեք ինչ եմ գրում, որպեսզի չշփոթվեք։ Կոնստանտ OBJ-ն տղեկ հավասար է dis։ Հիմի որ գրեմ Գուրգեն ջան, OBJ կետան հավասար է 5, եսի խորթա քո համար։ Չէ, Վալեր ջան, քո համար խորթ է OBJ անհավասար է 5 արտահայտությունը խոսքի։ Ահա։ Ուրեմն այսի ջնջում ենք OBJ բառը ջնջում ենք ու հիշում ենք, որ dis-ը էդի նույն օբյեկտն է։ Okay։ Վալեր ջան, եթե dis-ը սովորական օբյեկտ է, կարամ գրեմ օրինակ dis-ի year-ը կամ կարամ տիկ ջան սովորականը գրեմ dis-get year-ը հավասար է year։ Չէ՞։ Dis-ի Վալեր ջան, մատորը հավասար է մատոր փոփոխականին, բայց սխալ գրեց այս ապուշը մատոր։ Չէ՞ Գուրգեն ջան։ Ահա։ Dis-ի մոտորը գրի, արա մատոր։ Dis-ի dur count-ը ախպեր ջան, հավասար է dur count փոփոխականին։
Դες K-ը ինչ ուզում եք դրեք, տղեկ, ես մի պրոստը նույն բանն եմ դնում։ Կարաս ես սրան դնես պրոստը ոչ թե dur count, այլ count։ Մատորի տեղի կարաս մեծատար 1 երես, ինչ ուզում եք արեք, տղեկ, K-ն է, դուք որոշեք ինչ եք ուզում դնեք K, okay։ Ահա։ Տղեկ ջան, հիմա դե պարզ է, արդեն օբյեկտի մեջ սիրուն սաղ դասավորված կլինի, հեսա նայ, տիկ ջան, եսի չէիր դու տվել։ Վալեր ջան, նայ սիրուն արդեն ակուրատնի բանն է։ Ես քանի հատ ուզեմ կսարքեմ Վալեր ջան։ Նայ կարևորը նայ Գուրգեն ջան, ես զավոդն ունեմ։ Car 1, car 2, ես այս կոդը տղեկ քանի անգամ եմ գրել։ Մի։ Քանի հատ ավտո կարամ սարքեմ, ինչքան ուզեմ։ 2010 թվի թողել։ 2 տոս մատորով, 4 տրնան։ Եղբայր ինչ ուզեք, նույնիսկ ալամ 800 հատ։ Էս տիկ Այ ապրես, Վալեր ջան, էդի, արդեն ուրիշ ֆիրմայի զավոդ է։ Ուրիշ բան գրենք, թե Էդի մասը ժառանգականությունը հետո կկիրառի։ Հա, Վալեր ջան, հիշի, եթե դու ուզում ես քո եղած բանը կատարելագործես կամ չնայած հենց բան ես ասում, որ կարամ կազմակերպեմ։ Հիմա նայ sense մի բան։ պարամետրը ցանկացած Հիմա նայ, այս sense անենք Գուրգեն ջան։ Դիսա, չէ։ Ահա։ Տակ հիշում եք այս օբյեկտների տարբերությունը որն է։ Նախ տիկ ջան, դու console log-ում, հիմի որ գրեմ նայ, գրեմ պրոստը console log car 1։ Նայ, ես տղեկ մեջի դիսը տենում եք, ջնջում եմ ախպեր, գործ չունեմ։ Դուրսը ես արդեն ունեմ իրական ստեղծված օբյեկտները, նույն դիսը։ Car 1, եկեք ստորակետով գրեմ, հա, car 3։ Վալեր ջան, այս ֆունկցիան, նայ, ջան, Վալեր ջան, այս ավտոյի պարամետրերը տիկ ու այս սրա պարամետրերը վայ կնդրեք ես առաջ այս սրա ու սրա նույնն է Գուրգեն ջան հա նույն ավտոյի մասին է խոսքը այսինքն հա դե իտոգում այսինքն քարթուն իտոգում տղեկ որ խորանում եմ հավասար է էլի քարթրի ինչ է ինչի որտեղ օբյեկտիվները չես տալու համեմատից մեկը օբյեկտի տարբերաններ ես տալու թե չես տալու Վալեր ես ինչ եմ խոսում տղեկ որտեղ ես գովեն չես կարա համեմատից այսինքն քարթուն Վալեր ջան քարթրին հավասար չէ դրես քարտուն հավասար է քարտրի քարթրին հավասար է քարտին որտեղ հավասար կլինի մի չես կարա համեմատից դանդեսի false էսի false է հա Վալեր ջան false է թե true էսի false ինչի ահա Ինչն է իրանց տարբեր Վալեր ջան Չի Ինչ անեմ հավասար է դիկեսի թե Ախր տղեկ ջան, նայեք, սա երբեք իրար չի կարող հավասար լինի, որտեվ Վալեր ջան, բանալիները տարբեր է, չէ՞։ Հա, բանալիները, K-ն է տարբեր, K-ը, տղեկ ջան։ Նայ, տիկ, ամեն անգամ new նայ, տիկ, այս բառը, քեզի արդեն պետք է հուշի։ New, այ եղբայր ջան, ախր սա new է, չէ՞։ Այ ապրես։ Ախր Wincode-ը տարբեր է մեզ ավտոների։ Հա շատ է որ արտաքինից կամ մոտորով տարի թվով նույնն է, ախր, ուրեմն ով ավտոն վեգալի կարակի հետ քշի, ախր։ Մի հոտ էս չի նոր փողոցում գասի ախր նույն թվի ավտո է խոսքի տուգունձի։ Վինկա, չէ, Վալեր ջան, պատկերացի, չէ, Wincode, տես ինչ ուժեղ օրինակ էր, ախր։ Wincode-ը տարբեր ավտոները ոնց կարա նույնն լինի։ Թեկուզ նույն թվի։ Համի, Վալերի ասածը եկեք ավելացնենք, ախր։ Վալերն ասում ախր չեն կարա մի հատ այնպես բան ունենանք, որ տարբերվող ֆունկցիա ունենա։ Լավ։ Հələ մինչև տարբերվողը եկեք սենց անենք։ Եթե տղեկ, այս մի հատ եկեք բան ասեմ։ Այս մասը, տղեկ ջան, կոչվում է կոնստրուկտիզացիա, կոնստրուկտոր։ Ասեմ ինչի։ Տղեկ կոնստրուկտոր լեգոներ խաղացել եք, չէ՞։ Այն որ դետալները տալիս են, պետք է հավաքես եղբայր։ Տիկ ջան, այնպես դարա, Վալեր ջան, որ ըստեղ մեզի դետալները տվեցին, մենք հավաքեցինք այդ խաղալիքը։ Չէ՞, հավաքեցինք այդ օբյեկտը, տղեկ։ Բայց
Այդ մասը դրա համար Վալեր ջան կոչվեց կոնստրուկտիզացիա, ոնց որ հավաքեցիր, հա? Ոնց որ դրսի պարամետրերը հավաքեցիր մեկ օբյեկտի ներսում։ Որից հետո, հա ջան, կներես հեսա դրան կհասնենք, հա Վալեր ջան։ Հեսա մի քանի հատ ուրիշ բան ասեմ նոր։ Հիմա նայեք, տղեկ։ Ուրեմն եկեք մի քանի հատ մեթոդ գրենք։ Այս կլասների լավը ի՞նչն էր function կոնստրուկտորների, տղեկ, որ ես կարայի մի քանի հատ մեթոդ գրեի իրանց մեջ, ֆունկցիաներ, որ հետո կանչեի անդադ կիրառվի։ Օրինակ, Գուրգեն ջան, կարամ this get win ունենանք խոսքի։ Get win-ը դի կարա լինի մի հատ row function։ Հա, row function, որը որ return կանի։ Տղեկ, եկեք սենց անենք։ Win-ը ձևավորվում է բանով this year խոսքի սենց է ձևավորվում։ Հիշում եք այս ձևավորող փակագծերը, չէ՞։ Վալեր ջան, արի գրենք win բառը, win մեջտեղի գծի։ Եկեք win-ը սենց էլի, տարի թիվ Էնի սենց։ Մի հատ մեջտեղի գծիկ դնեմ նորից։ Ասեմ ախպեր դիսիմատոր dc.count Տղեկ ջան, ինչ ստացվեց, որ ես յուրաքանչյուր ավտոյի համար ունեմ մի հատ ֆունկցիա, որը որ վերադարձնում է get win-ը։ Հա? Այսինքն ինձ տալիս է win կոդը։ Լավ։ Փորձեմ օրինակ քալվակը։ Հա ջան։ Սենց չի դիք։ Վալեր ջան, точно չէ սենց։ Քարթուի վրա էլ է նույն ֆունկցիան։ Տղեկ նայեք կայֆ է Գուրգեն ջան, արդեն ես սավի վրա կարամ նույն ֆունկցիան կանչեմ։ Չէ՞, օբյեկտ չի, մեջը չկա սենց k։ Դիք ջան, k-ով, այս get win k-ով, մենք գիտենք չէ՞ որ մենք ֆունկցիա ենք պահել։ Գիտենք եղբայրս։ Ուրեմն գնացինք։ Նայեք, տղեկ, ստացա, չէ՞։ Բայց մի հատ թերություն կա այստեղ, տղեկ։ Նույն թվով, նույն մատորով, նույն դռների քանակով ավտոների վինը կրկնվելու է։ Դե նայ, դու ասում ես վինը բաղկացած է տարի թվից, Գուրգեն ջան, մատորի հզորությունից ու դռների քանակից։ Այսինքն տիկ, այս երկու ավտոյի վինը հմի, միամիտ, անեն ստացավ նույնը եղավ։ Հա ջան։ Նույն ավտոն։ Տղեկ, նույն ավտոն, նույն գույնի, նույն մատորով վինը տարբեր թվեր ա։ Ոնց որ ասեմ պասպորտի սերիան նույն ազգանուն մարդու համար կրկնվի точно։ Ինչ անենք։ Ես առաջարկում եմ կոնստրուկտիզացիա անելուց, հա Վալեր ջան, այսինքն կոնստրուկտոր անելուց։ Իրանք մեկը մյուսին չի ճանաչում։ Յունիկության ժամանակ, յունիկի չէ։ Ինքը DC DC յունիկը հավասար է, օրինակ, ամենահեշտություն mat get random։ Ամեն անգամ կոնստրուկտիզացիա անելուց, Գուրգեն ջան, այսինքն երբ որ նոր ստեղծում ես դու այս ամպերին, մի հատ հերթական համար random պատահական ձևով գեներացնում ես ճապացնում ես ավտոյի վրա։ Վալեր ջան, արդեն win կոդը վերադարձնելուց դու կարաս մի հատ պոչից ավելցնես այսենց unique-ը, DC unique-ը։ Տղեկ, նայեք, այս օբյեկտի մեջ, տղեկ ջան։ Չէ, թող տենց եմ ապուշտի ունենա։ Հա, ավելի լավ, ավելի մեծ է հավանականը, որ չկրկնվող կնա։ 0.00075 դեպքում շատ է կոմբինացիաներ։ Տղեկ, իրականում mat random-ից ավելի լավ բաներ կան հետո, Վալեր ջան, որտեղ mat random-ը իդեալական լուծում չի, ես կարող էլի միամիտ նույնը ստանամ։ Հետագայում կան լավ գործիքներ, որ իրոք այդ բանը ստեղծում են։ Տղեկ, հաստատ պարզ է, չէ՞, function constructor-ի մասին։ Всё, շատ լավ է, հասան։ Ուրեմն։ Ահա։ Էսի ունի get win։ Տղեկ ջան, այս հենց ինչքան ուզենք, մենք կարանք արդեն ֆունկցիաներ սարքենք ու մեթոդներ ունենանք։ Տիկ ջան, ի՞նչ է քեզի պետք։ Էսա նայ արդեն տարբերվող է 0.10, եսի ինչ արա դե եսի, այսի եղավ win կոդ, տղեկ։ Նայ Գուրգեն ջան, ինչ լավ է։
Ահա, տղեկ ջան, ուրիշ բաներ կարա լինի։ Հիմա Վալերի ասածը, տղեկ նորմալ է որ կարա, եթե նայ սովորական ֆունկցիա է, դիք չշփոթես երբեք։ Սովորական ֆունկցիա է, Գուրգեն ջան։ Կարամ գրեմ, եթե this year մեծա 2050 թվից մեջը ավելացրու this turbo խոսքի, չէ՞ Վալեր ջան, sense մի բան ես, չէ՞ ուզում։ Ահա DC turbo-ն մի հատ ուրիշ ֆունկցիա, որը որ վերադարձնում է alert կամ alert է բացում, ոչ մի բանը չի վերա։ Նայ դիք ջան, դու կարաս ֆունկցիա սարքես քո օբյեկտի մեջ, որը որ բան է վերադարձնում։ Նայ, սենց ասեմ, այս win տալու գաղտնիքը ոչ մեկ չգիտի։ Դու երբ որ դրսից ուղակի կանչում ես get win, Գուրգեն ջան, դու ինչ իմացար տակից ինչ աշխատա, ոչ մի բան։ Չէ, էտա 2050-ից ցածր ունեմ, համ 2050-ից բարձր էլ։ Ահա, ասում եմ ալեր բեսան պարագ է գնում, օրինակ։ Այսինքն, Վալեր ջան, նայ, եթե ես հանկարծ այստեղ տիկ ջան, ոնց ես get win-ը կանչի։ Հա? Կարամ get win-ի տեղը տիկ կանչեմ turbo, Գուրգեն ջան, նայ։ Car 1-ի ու car 2-ի վրա, Գուրգեն ջան, փորձեցի կանչեմ turbo ֆունկցիան։ Պարզա, չէ՞, Վալեր ջան։ Առաջինի վրա չի աշխատելու։ Ահա, հիմա խնդիր ենք ունենալու։ Առաջինը չունի տենց մեթոդ, բնականաբար գնալու է գմփա։ Տեք, կա լուծում, ավելի լավ է լուծումը ներսից տանք։ Ասում ենք հակառակ դեպքում, եթե մեկը ուզենա turbo անի, DC turbo ֆունկցիան տղեկ հավասարացնելու ուրիշ ֆունկցիայի։ Նա ինչ ասեցի, տիկ, ասեցի, եթե տարեթիվ 2050-ից մեծ է, ասա ախպեր, բեսան պարագ է այդ։ Հակառակ դեպքում Գուրգեն ջան, դու էլի կունենաս turbo մեթոդ։ Ես էլ կզգուշացնի, որ մի արա դու չունես։ Հա? Դու turbo չունես, եղբայր, ինչ ես անում էլ։ Այսինքն նայեք, առաջինի համար տղեկ ջան, աշխատես մի արա դու չունեսը, երկրորդն էլ բեսան պարագ է գնում, որտեղ առաջինը 2000 թիվ էր, երկրորդը 2100 թիվ։ Բալոց ջան, պարզ է։ Ահա, էսի կտղեք, էլի կներեք, նկարակ չգերեք, ավելի կարճ գրեք։ Հա։ Նա get-win կանչում ենք իրականին ամեն ինչով, նա դեպի get Առանձին կանչերը։ Չէ, նա առանձին կոնսոլը get-win կանչում ենք։ Okay։ Նա դեռ առանձին turbo ենք կանչում, թե կարանք get-win կանչած get turbo անենք։ Չես կա։ Շղթայական չէ։ Շղթայականի համար ուրիշ բան պետք է անեմ, որ կարամ անեմ, բայց ոնց որ ուրիշ բան պետք է կիրառեմ, որ Տիկ ջան, կարամ չէ մի անգամից սենց անեմ, ասեմ, եթե turbo-ն կանչում ես, Վալեր։ Ստե մի հատ պայման գրեմ, տղեկ։ Ասեմ, եթե DC year-ը մեծ է 2050-ից, կանչի այս alert-ը։ Հակառակ դեպքում այս alert-ը։ Ու այս ներքևինը ջնջեմ, սպասիկ, էսի ջնջեմ, այ հիմա նայեք։ Այս գրելաձևը ծանոթ է, չէ՞։ Հա, այսի բան։ Տերնալ օպերատոր։ Հա։ Հարցականիքն է, այ ավես։ Վալեր ջան, դու հիշում ես այս հարցականն ու վերջակետը։ Ահա։ Պարզ է, չէ՞ տղեկ։ Այսինքն երկուսն էլ ունեն turbo ֆունկցիա, բայց turbo ֆունկցիան մեկին դեպքում ասելու է մի արան, մյուսին ասելու է ամրես, մալադեց, ուժեղ այց։ Ու մի արան դու։ Դե զապի անեկդոտը լսել եք, չէ՞։ Ասում է զապը ոնց է, զապը ոնց է։ Մեկը տենց զապով այդ բանը Mercedes-ի կողքով բեսան պարագ էլի ղեժման են էթում է։ Արասես լուսամուտը իջս նեմ ասում, այ զապը ոնց է, բեսան քշում ասնում է, չի հասցնում մինչև այդ։ Արես Mercedes-ի շոֆերը գժում ասում, այս ով է եկավ անցավ զապով է։ Սրան ասում մի քիչ հոգում է զապը նորից ախպեր եկավ անցավ։ Ու էլի գոռում է մեջից այդ տղեն, հա, զապը ոնց է։ Если вообще ցնդում, սպորը кайֆով հտանում զապով վրես։ В общем, երրորդ կրումն է բանանում։ Սրան ասում է, ես երրորդ, չորրորդ անգամն է գալի հասնում է, սենց անում։
Արա սմախպեր մի քշի ասում է զապը ոնց է կայնում ասում։ And you strict ջնջել ես։ Չէ, undefined-ը դալերտի հետո է բերում։ Իհարկե։ Այստեղ ոնց որ կոնսոլ լոգեմարի դուրգոն կանչում։ Կարա որ կոնսոլ կանչում անելու դրա ալերտը ցույց է տալի։ Հաստատ sense ես գրել։ Չէ, չեմ գրել, ինչ որ։ Նոր արին այլ չեմ փոխել։ Հա։ Նայ։ Կարողա՞ս թե որ կոնսոլ լոգեմարը դրանով։ Հա, կոնսոլոգից։ Կոնսոլոգի մեջ ինքը բան չունի ցույց տալու։ Եթե բան չի վերադարձել, չէ՞, ալերտը ցույց է տալու արդեն։ Դեմից չկա։ Դե հա, կոնսոլոգից ինքն Առաջինի ալերտը փակում ես որ երկրորդը բացվի, առաջի undefined-ը էթին։ Ահա, տաղնիկ չա։ Հիմի մնաց հետևյալ հասկացությունը շոկենք։ Ոնց արկենք մեջ մեթոդ կանչենք գիտենք։ Տղեկ կոնստրուկտորի մասը հասկացանք, որ կոնստրուկտորի մասը է, երբ որ ես պարամետրի տված արժեքները կապցնում եմ իմ օբյեկտին եմ սարքում, հա, ոնց որ սենց ասած այդ տված արժեքներով օբյեկտ եմ սարքում։ Ունես չի տեքնում, էլի կարաս։ Բայց իսկ եթե օբյեկտը կա, չի կարող օբյեկտը։ Չէ, նայ, ինքն է սարքողը։ Իսկ սարքի, նայ, որ մենք բացում բան ենք անում, զանգվածում մեջ դիքը օբյեկտ է։ Արես, ինչ պետք է անի, կուրգեջը։ Դե մենք այդ բանը ֆորորացի, այդ հադի քանեցին դու։ Այնտեղ, այս չերեսկե կապենք այնտեղ։ Նայ, քո ասածը հետևյալն է, տղեկ ուշադրին նայ։ Constant cars։ Ուրեմն back-ից Գուրգենը զապրոս արել ու ստացել է սենց օբյեկտներ։ Այս նույնը, այսինքն Սովորական օբյեկտներ է ստացել, տղեկ 2000 մատորը 1 3 երկու հատ օրինակ գրեմ որ բարձր է։ Դու count-ը ախտերջանի շոր 4 օրինակ։ Ու երկու հատ տղեկ սենց օբյեկտ։ Դու կարա 1000 հատ լինի, արդեն մեր համար տարբերություն չկա։ Հալեր ջան, ուրեմն սենց օբյեկտներ ունեմ, 1 6 2000 100 եւ այլ։ Ուրեմն ինչ եմ անում, տղեկ, ես որպեսի բեքից եկած խամ կարտոնը տեսակավորեմ ու սարքեմ իմ ունեցած տեսակից, այսինքն նայեք Գուրգեն այստեղ հարցն է, որ ես պետք է իրան իմ պիտակը կպցնեմ, որ այդ խամ եկած օբյեկտը սարքեմ իմ ունեցածի կոպիտ ասած փաթաթեմ սա վերբով կանեմ։ Այսինքն Վալեր ջան, մեզ եկել է խալք շատ օտար երկրացի մի հատ քաղաքացի։ Որը որ մեր համար ուղղակի անկապ ինչ որ օբյեկտ է, բայց մենք տիկ ջան, տենում ենք նմանություն, ասում ենք եղբայր, սա պոտենցիալ մեքենա է, քարը։ Ասում եմ դե արի ուրեմն իրա վերբով կանեմ, քարսի վրա ֆորիչ ֆրամ տղեկ չէ։ Հիմի այս քարը որ կար, դե այս գրենք user-ը օրինակ այդ բան մի կտորը։ Նայ Գուրգեն։ Քարսի ինդեքսերորդի արժեքը պետք է փոխենք, տիկ։ Պետք է սարքենք new car ու այս քարը տանք իրան, չէ՞, այս փոճուր տարերով քարը էլ։ Հա? Ինչ արեցի Վալեր ջան։ 0-րդ օբյեկտի փոխարեն։ Քար սխալ արի տղեկ։ Ես չեմ կարա պրոստը քար տամ, մեր քար ֆունկցիան 3 հատ պարամետր է սպասում։ Քարի տարիքը, երկրորդ պարամետրով քարի մատորը, քարը կանչած բանը չտաս։ Երկրորդն է քարի դոր count։ Չէ՞ դիք։ Չէ՞ որ տղեկ ջան, այս ձեր քար կոնստրուկտորը 3 հատ պարամետր է սպասում, դու որ ուղղակի օբյեկտ ես, ինքը չի հասկանում։ Վալեր ջան, ճիշտ է, ասենց։ Նայ, Վալեր ջան, սա իմ օբյեկտները վերածեցի քար օբյեկտի։ Այնտեղ չի դերելու մոտորը այնտեղ մոտորը
Նաև Ալերջան, զանգված ունեն, ոչ թե սովորական երկու անկապ օբյեկտից բաղկացած, այլ արդեն փոխակերպված, վերազինված դեպի քար օբյեկտի, քար տեսակի։ Ինքը իր մեջ գիտես ինչով է տարբերվում, որ արդեն ունի unique number, ինքը արդեն ունի get win, ունի turbo, պատկերացրու, չէ՞, այսինքն երբ որ դու այս ապուշ օբյեկտները տպեիր, սրանք տիկ չան, ոչ մեթոդ ունեին, ոչ բան ունեին, չէ՞, console-ը քար։ Էս ի՞նչ է։ Արիեսի փակեմ ոչ չաշխատի։ Երկու հատ անկապ օբյեկտ է տղեկ, ոչ տեսակ ունի, ոչ բան ունի։ Կոպիտ ասած անպառոտ շներ են։ Բայց երբ որ դու վերածում ես անցկացնում ես քո մատոր կոնստրուկտորի մեջով վալուչան, դու իրան սարքում ես պարոդիստի։ Ու արդեն պարոդիստի այնքանով, որ եղբայր ջան, ինքը արդեն ունի ինտեղ եւ մեթոդներ, այստեղ երկու հատ եմ սարքել, կարող է 64 հատ մեթոդ է սարքում տղեկ։ Բեսամп օգտակար, շատ օգտակար։ Այս sense դա մեկ փոքր բան է, չէ՞, բայց սա կարա շատ մեծ բան ստացվի։ Հիմա տայք եկեք, որպեսի մեր գործը հեշտացնենք ու այս function constructor-ով շատ չտանջվենք, ինձ պետք էր այսքանից, որ դուք գաղափարը հասկանայիք, հա, միտքը լրիվ բռնեիք ինչումն է, իսկ մնացածը Վալեր ջան, արդեն շարունակենք թազա նորացված ձևով։ Okay։ Հիմա տղեկ, ինքը էլ չի կոչվելու function constructor։ Function constructor-ը չշփոթեք երբեք։ Հայտարարվում է function բառով, Վալեր ջան։ Բայց Գուրգեն ջան, եթե դու ուզում ես ունենաս նորացված ձևով, այնտեղ կոչվում է class։ Այսինքն եթե քեզ հարցն է լավ բառերը ես կլասում։ Այսա մի քիչ մոտավոր, հա, function բառը որ հաստատ չի գնում։ Հիմա տղեկ, տեսեք ինչա կատարվում։ Գուրգեն ջան, բայց եթե ինչ-որ մեկը փորձի քեզ շփոթացնի։ Ու հարցնի ասի ախպեր ես class-ը ու function-ը, function constructor-ը նույն բանն են, երբեք միանշանակ չասես որ հա։ Ասա, եթե նայենք իրանց տակի աշխատանքին, Վալեր ջան, իրանք նույնն են։ Այսինքն երկուսն էլ իտոգում function constructor-ը, բայց ասա, եթե նայեմ ես իրանց որպես նոր եւ հին գործիքներ, բնականաբար նույնը չէ։ Ուրեմն, function constructor-ն ու class-ը տղեկ ջան, իրարից տարբերվում են շատ տարբեր բաներով, գործիքներով, հա։ Նեշի class-ը, Գուրգեն ջան, ավելի լավն է ինչ-որ ֆունկցիոնալով, քան քարը, որտեղ իտոգում class-ը տիկ գնում վերջում, դառնում է նույն function constructor։ Տակից, չենք տենում։ Այսինքն, զուտ JavaScript-ը նորացված տարբերակով ասում է եղբայր, ես հետի կանեմ։ SDC Ոչ միայն դիսը Գուրգեն ջան, ընդդեմ շարունակականություն կա, բարձ ֆունկցիոնալներ կա, այսինքն եթե կլասով գրենք, get function-ը իր արիվերից կարանք անենք։ Չէ, դի կլասի իրական կապ չունի, ես նույնը կարող function constructor-ով էլ։ Հա, այսինքն դրա հետ մի կապ եք տղեկ։ Էլի եմ ասում, function constructor-ն է իտոգում բանը, կլասի ստեղծողը տղեկ, դες չի խոսքի function constructor-ը բանը, հին հլացված ձև է, բանը, կլասը տես եսի միշտ խազա բաներում։ Տղեկ ջան, պալյուբոմու տակից function class-ով ինչ գրեք, գնում դառնում է function constructor։ Այսինքն եթե ես ինչ-որ ֆունկցիա ցույց տամ Վալեր ջան class-ով, որ ասեմ նայ Վալեր ջան class-ով sense բան ալնում անել, դու 100% իմացի որ նույն բանը ալնում է function constructor-ով անել։ Պրոստը ավելի բարձ տարբերակով դուք եք։ Այսինքն Գրելաձևի տեսանկյունից բարձր։ ֆունկցիա գրենք ինչ-որ անդամ, դրանց արդեն կոնստրուկտոր ավելի դժվար կստացվի լոգիկա գրելուները, քան class-ով։ Միանշանակ։ Բայց մենակ խոսքի գրելաձևի մասին։ Գրելաձևով Վալեր ջան, class-ը ուղղակի ավելի պարզ է, քան function constructor-ը։ Ուրիշ տարբերություն բացարձակապես նրանց միջև չկա։ Okay, լավ։ Հիմա որպեսզի մի անգամից այդպես շոկային ու չբռնենք, բանանք տղեկ, եկեք կոպիտ ասած թարգմանենք, հա? Տիկ ջան, մինչև չթարգմանենք չենք կարող սովորենք։ Հիմա ինչ ենք անում։ Function բառի տեղը գրում ենք Գուրգենի ասած class։ Անունը դնում ենք էլի քար։ Տղեկ, ֆունկցիայի պարամետր չենք գրում, էլ այս ենք գրում, այս։ Այսինքն ավիշի բառերի կարիք չկա։ Չէ։ Այն հենց գրենք սովորական փոփոխականներ հայտարարել։ Չէ, սպասեք։ Հիմա նայեք ինչա կատարվում։
function եւ car բառը դարավ ուղղակի class car։ Տղեկ կոնստրուկտիվիզացիա մասը, կոնստրուկտորի մասը ո՞ր մասերից էր բաղկացած։ Պարամետր ընդունելու տիկ, չէ՞։ Ու այս վերագրման process-ը, այս 4-ը տողը։ Տղեկ ջան, պարտադիր չի, որ դուք միշտ ունենաք կոնստրուկտիզացիայի կտոր։ Գուրգեն ջան, քո խնդրից կամ օբյեկտից կախված դու կարող ես այս մասը բաց թողես։ Հա? Այսքան Վալեր ջան, ես ուղղակի ինձ պետք էր դրա համար գրեցի այս կոնստրուկտորի կտորը։ Կարող է դու կլաս ունես, Գուրգեն ջան, որը ոչ պարամետր է դասից ընդունում, ոչ է այս կտորն է։ Ինչ-որ մեթոդների համախումբ է, տիկ ջան։ Հա? Խոսքի։ Հիմա դու մեծամասամբ կունենում ա տղեկ, ես ուղղակի ասում եմ, որ չմտածեք, որ դա այն բանն է, որ պարտադիր միշտ պետքա լինի, էլ, հա? Թե չէ պրակտիկայում այդպես դեպք դժվար թողնենք, էլ։ Անգլիարում պատահում է, բայց ոնց որ հետի անգլիարն արդեն པարզ կլինի ինչի։ Հա, շատ այնտեղ շատ པարզ է ինչի տեցելով, էլ։ Հիմա, Վալեր ջան, կոնստրուկտիզացիա ենք, չի ասում։ Հա, տղեկ ջան, ըստեղ էլ կոչվում է այդ ֆունկցիան կոնստրուկտոր։ Տիկ ջան, նայ, ուրեմն այս պարամետրերը վերցնում եմ, բերում եմ, դնում եմ ստեղ։ Հա։ Այս որ գրել էի DC, YRDC, եսի ինչ, գրում եմ ստեղ։ Վալեր ջան, ավելի ակուրատնի չեղավ։ Էնի ես հեսա քանդել եմ գալու, հա։ Տիկ ջան, նայ, այս կոնստրուկտորը ինչ է, ֆունկցիա է ուղղակի։ Գուրգեն ջան, այն ժամանակ դու ֆունկցիաները, նայ, այն վաղ դու ֆունկցիաները գրում էիր DC, եսի ինչը հավասար է error function-ի, չէ։ Մի անցնիկի կոնստրուկտորի եսի ինչը, կոնստրուկտորն է դիսը։ Չէ։ Դիսը դիսն է։ Չէ, հա, դիսը դիսն է, հասկացա։ Պրոստը անի վերջը գրեցին։ Մենք դեպա գրում ենք կետ այն վաղ պետք է գրեիր դիս օբյեկտի բան ենք տալու սովորական տեղ, որ դու ուզենայիր կոնստրուկտոր ֆունկցիա սարքեիր, Գուրգեն ջան, սովորականի վաղ։ Գրելու էր DC կետ։ Հա։ Կոնստրուկտորը Վալեր ջան, ու հավասար է ինչ-որ ֆունկցիա։ Այստեղ this բառը ֆունկցիաներ հայտարարելուց պետք չի։ Տղեկ, գիտեք ոնց է կոչվում ֆունկցիաները կլասի մեջ կամ function կոնստրուկտորի ներսում։ Մեթոդներ, ուղղակի։ Հա? Մեթոդ է։ Այսինքն ֆունկցիա անունը է, տղեկ։ Հա, դա նես չի տիկ ջան, որ դու ինձ ասես կլաս քարի մեջ ես ինչ ֆունկցիա, ես չեմ ջոգելու ինչի մասին է խոսքը։ Զուտ մասնագիտական տերմինոլոգիա է, որ տենց են ընդունված է տենց անվանել։ Մեթոդներ ուղղակի։ Վալեր ջան, այս մասը հələ որ པարզ է։ Ահա, տղեկ ջան, հələ որ ուշադիր լինեք, ավելի կոկիկ ու ակուրատնի դարով ամեն ինչ։ Այսինքն, Գուրգեն ջան, ես բաժանեցի այդ կոնստրուկտիզացիա կտորը մնացած պրոցեսներից։ Ահա, օքեյ։ Հիմա Վալեր ջան, նայ, գրում էի DC get win, եկեք որպեսզի այսքան չխորանամ, այսի կբերեմ ստեղ, առանց DC։ Բայց դե ոսեն չենք թողի տիկ ջան, այս փակագիծը այս հավասարը կջնջեմ, arrow function հասկացողությունը ստեղ չկա սենց։ Այսինքն ֆունկցիա նույնը դուրս։ Այո։ Առանց ֆունկցիա բառի, առանց arrow function-ների տղեկ։ Այսինքն, Վալեր ջան, գիտես ոնց կարաս ավելի հեշտ ֆիքսվես այս մասը։ Պետք է գրեիր function get win, չէ՞ տիկ։ Սենց էիր անելու function get win։ Կլասի մեջ էլ function բառը չի գրվում, Գուրգեն ջան։ Նայ, լրիվ այս նույն process-ն։ Function բառը ջնջվում է մնում է հենց անվանում։ Վալեր ջան, ոնց էր կոչվում է սրանք մեթոդներ։ Հիմա տղեկ, այսքանը գրեք ու հիմա հասկանում բայսի ոնց է կոնչվելու ախպեր։ Ջան։ Հա։ Տղեկ ջան, ջոգել եք, չէ՞ որ այս կոնստրուկտորը առանձին ֆունկցիա է, մեթոդ է, չէ՞։ Քարի միջի կոնստրուկտոր։ Կոնստրուկտորի միջի LCS-ի պես։ Չէ, տղեկ, գրել եք, լավ, գրեք այս մասը նոր ասեմ, նոր շարունակեմ։
Լրիվ նույնն է։ Բացարձակ ոչ մի տարբերություն։ Լրիվ նույնն է, տիկ ջան, կոնստանտ քար 1-ը բալեր ջան, հավասար է։ Նյու քար, Գուրգեն ջան, ոնց որ վերևն էի անում, մենվա։ Լրիվ նույն բանն է, այս վերևի function քարը ջնջեք։ Նյու քար, Գուրգեն ջան, ոնց էի անում, 3 դեմից էի տալի, մատորը 2.5, բաների քանակը 4։ Всё, բալեր ջան, նույն բանն է։ Եթե ձեզ թվում է, եթե ձեզ թվում էր տես մի սարուձորի տարբեր, պրոստը տղեկ, օրինակ ես կլասը իմ համար ավելի սիրուն է սենց։ Չէ, ավելի համախմբված է, ավելի կոկիկ է, function բառը չկա, row function չկա, this-ը հավասար է սենց, this-ը բայց այդ չի նշանակում տղեկ ջան, որ this հասկացողությունը կլասի մեջից պետք է դուրս գա։ This-ը մեկը մնում է this։ Ով է this-ը տիկ ջան, այդ օբյեկտն է։ Այդ մեքենան է, այդ user-ն է, այդ չգիտեմ ինչն է, կապ չունի։ Նաև Ալեր ջան, լրիվ նույն բանից ստացա։ Ոչ մի տարբերություն։ Գիտես մի հատ ըստ ինչն է հավես։ Նայեմ ֆունկցիաները չի երևում։ Ասում օգնեք տորային գտնել ֆունկցիաները։ Հիմա նայ եղբայր, որ այս պրոտոտայպը բացեմ տիկ։ Այս նայ այս պրոտոտայպ։ Մեջ է turbo։ Դեք, ով է պրոտոտայպը։ Ով է պրոտոտայպը, այսօր չեմ ասի։ Հետո կասեմ։ Բայց շատ հետաքրքիր է։ Պրոտոտայպը, չէ, օբյեկտը տիկ չէ։ Նա էլի k value-ները։ Մեկը k value է, էլի։ Ահա։ Օբյեկտը չէ սովորական, բայց պրոտոտայպով էլ տղեկ ջան, գաղտնի պահկված է իր բոլոր մեթոդները, օքեյ։ Տղեկ ինչ տարբերություն կար class քարի եւ function constructor քարի միջև։ Գրելազի, ուրիշ ոչ մի բացարձակապես տարբերություն, ոչ մի պարագայում, ոչ մի բարդության դեպքում չկա։ Հա? Բայց տղեկ, եսի ավելի հավես բաներ ունի։ Տիկ ջան, օրինակ միշտ կարող է դու ուզում ես քարը չգիտեմ ինչքանով սիրուն կլինի, ինչքանով լավ կլինի, user-ի դեպքում հիշում եք այն get full name-ը։ Հա? Եկեք մի հատ արագի մեջ տղեկ գրենք, հա, արդեն որ ոնց որ վարժում ենք, հետս գրելով կգաք։ Բալեր ջան, արի սենց բան սարքեմ, մի անգամից գրեմ class student ուսանող նույն ինքը։ Սն հա, ստուդենտը չէ։ Ապրես կոնստրուկտոր։ Փակագիծը բացում ենք, սովորական փակում ենք։ Կոնստրուկտորը ընդունելու է, տղեկ ջան, ուրեմն first name, last name, կուրս, որ կուրս է, էլի այդ ստուդենտ կոչվածը։ This-ի first name հավասար է first name-ին, տղեկ ջան։ This-ը ով էր տիկ։ Մեր օբյեկտն է, չէ Վալեր ջան, օբյեկտ ասեք, տղեկ, մի չշփոթվեք, ես ձեր հետ եմ։ This-ի կուրսը հավասար է կուրսի, Չէ, եղբայր չէ։ Գրել եք տղեկ ջան, լավ, գրեք վերջացրեք։ Տղեկ ջան, ես չեմ ուզում, հաջան, get full name, միած հազա ֆունկցիա եմ սարքում, Վալեր ջան, որը որ պատասխանատու է այս ուսանողի ամբողջական անունը վերադարձնելու համար։ Ուրեմն սա ինչի համար է ինձի պետք, ցուցադրական նպատակ ունի Գուրգեն ջան, այսինքն ինքը ուղղակի ինչ-որ մի բան ցույց տալու համար։ Հիմա օրինակ եմ ասում, դու for ես ֆռում, չէ, for ես ֆռում, որ table-ում պետք է մարդու անունը սիրուն ցույց տաս։ Դու էլ չես գնալու գրես DC TD-ի, հա, եկեք մոտավոր սիմուլացնեմ։ Դու Վալեր ջան, դու չես գնալու գրես կոնստանտ TD-ին հավասարը
Տեսի գրելու ես մեկը create element բան։ Վավշա document create element td ու գալիս է ամենահետաքրքիր մասը։ Դե ոնց բերեմ դրան մեջ։ Ասելու ես td ջան քո inner text-ը կամ չգիտեմ text content-ը հավասար է, ասելու եմ user-ի get նո դիք sense նայ հարցին որ գրել եմ student tune հավասար new student չէ Tools մի հատ սարքի Antoine descent եւ երրորդ կուրս Մանայք տղեկան եթե ես գրեմ students 2 get Վալերճան get full name всё դիք ջան դու արդեն ինչ ձևով սիրուն գրես ըստ է td text content-ները նույնն անելու Կայֆը մի անգամ գրել ես student class-ի մեջ ու բրծել ես տեսանելիության տիրույթի մասին չես մտածել ուտիկ որ դե ամենացել ֆունկցիա չես մտածել Էլ չես խորանալու student բան get first name get last name ըստ է գրած է всё Դիսի first name ես հասարակ բան եմ գրում մենակ ես մեկ Լավ հասեք բոլորը Հա? Տղեկ ջան, իտոգում ինչ արեցիք, ես թդդ մոռացեք տղեկ, եսի տենց այդքան կարևոր չէ, եսի բնականաբար սենց բան չկա էլի, հիմա մեր բան, ոչ table ունենք, ոչ td ունենք, էլի, ես ուղղակի գրեցի, որ ես օրինակը ցույց տամ։ Նայեք, ունենք student class, Վալերյան, ստեղծել ենք այդ student-ից մի հատ, չեք ուղղակի, նա, new student, всё, եսի թազա student-ը։ Ունենք get full name, որը որ միշտ այս մարդու անունն է վերադարձնելու սիրուն։ Օրինակ ոնց էր, չէ՞։ Ջան։ Չէ, full name էի գրել, բայց լավ ես արել, էլի կներեք, ես հա տեքստը մի հատ smiley գտնեմ։ Հայ, խախպեչան, եսի ես գրեմ ինքավոր, կոպի անեմ, վերեմ տնեմ աստեղ։ Հա, տղեկ, տեսիք, յուրաքանչյուր թիթիզան կապը սենց խաչ էր բան, թագ էր բան, սենց բան։ Ինչ ես, նարնակլասնիկի կայֆերից է։ Ինչ ուզեք, կարակ այսքն տեսեք, տղեկ ջան, ինչ հաստացում, որ դուք միշտ կարակ ունենաք ձեր սեփական անունի գեթանուն, հա։ Նայ, տիկ ջան, դու տնելուց անունը տես բաներ չես դրել, բայց դու սիրուն ցույց տալու համար այդ ամեն ինչը կարաս ձևափոխես յուրաքանչյուր ձևով։ Օրինակ, Գուրգեն ջան, կարող այդ մարդիկ իրանց անուն ազգանունը լրիվ է, չէ՞ տալու։ Բայց դու ցույց տալուց կարող է գրում ես օրինակ a.descent։ Չէ՞, այսքան անունը լրիվ չի գրես, կամ անունը գրես ազգանունը մենակ մեծատար առաջի տառը գրես Վալեր ջան։ Այսքան տես, այս մեթոդների կայֆը ո՞րն է Վալեր ջան, դու կարող ես անես այն ինչ որ ուզում ես։ Հիմա տղեկ, ասեմ ավելի կայֆոտ բան։ Հիմա այս մեր ուսանողը ուզում է կուրսը փոխի։
Ուզում ա դառնալ 4-րդ կուրս, հա, չեղավտիկ։ Բա եղավ խայդար։ Տեքստը ես կոպի արի։ Նայսենց պրոստը կոպի արի։ Բանի մեջ Հա, կարող է կոնսոլով չաշխատել, սա ստուգի։ Ոնց պետք է անեմ, Գուրգեն ջան, get full name-ը կանչեմ, չէ՞։ Հենա, չէ, իմ մոտ եղավ։ Դե գնա։ Հա, նայեք, տղեկ ջան, այս get full name-ը արդեն տես Գուրգեն ջան, ի՞նչն է կայֆը։ Դալը ջան, նայ գժանոցը որն է։ Ես ընդամենը ասել եմ օբյեկտը, ու ասել եմ անունը մեթոդի։ Մնացածը ինքն է գնացի արել։ Տեստիկ ջան, ես էլ ամեն անգամ չեմ գնում students get first name get last name մեջտեղի գցի։ Всё, գրած է, տղեկ։ Get full name, բրծավ գնաց։ Ամի։ Մի հատ բան ենք սարքում, set course կամ change course խոսքի։ Չէ՞։ Ահա։ Change course-ը ֆունկցիա։ Ջան, կլասի մեջ։ Ամի, նայեք, տղեկ ջան, այս ֆունկցիան, բալեր ջան, պետք է պարամետր սպասի կուրս։ Ու լավ, եկեք ուղղակի կոնսոլով գանեմ կուրսը։ Գնեմ ուղղակի student, չէ՞։ Set change course, չէ՞ Գուրգեն ջան, change course ֆունկցիան կանչել այդ օբյեկտի մեջ։ Չէ՞։ Ահա։ Ու փոխանցեմ ենթադրենք 16։ Գալիս ենք console and the console log-ի, չէ՞ գրեմ բանի մեջ, գրում է 16։ Չէ՞, նայ, այստեղ console log եմ գրել։ Բալեր ջան, նորմալ է, որ մարդը ինչ թիվ ուզի այստեղ գրի, պետք է աշխատի։ Неужели դու սարքել ես մի հատ անես տուֆտա կլաս, որ մի հատ բան չի ստուգում։ Գուրգեն ջան, մենք ես մարդուն вообще պետք է ասենք, եթե կուրսը փոքր է հավասար խոսքի 6-ից, լավ 6-րդ կուրս կարա լինի ինչ-որ մագիստրատուրա է, տուդիմ է, ես շատ գիտեմ ինչ։ Եթե փոքր հավասար 6-ից, տիկ ջան, առանց խնդրի կգնենք DC կուրս հավասար է, նայ, Գուրգեն ջան, ես DC կուրսը արժեքը չեմ փոխելու, քանի ես պարամետրը չեմ ստուգել։ Չէ՞ Վալեր ջան, այսինքն ես ամեն դսից եկած զիբիլ իմ օբյեկտի մեջ չեմ գրել։ DC կուրսը հավասար է, ուղղակի կուրս փոփոխական։ Կարաս հակալակ դեպքում, տղեկ, կարամ ես գրեմ console, get error, դուք սխալվել եք։ Այո, log չէ, տիկ error։ Այո։ Չէ, նայ, տզեց, ես կարմիրով եմ վերում։ Հա։ Կամ տղեկ, կարաս warning-ով գրես, warn։ Նայ, Վալեր ջան, գրեմ console warn։ Warn-ը ոնց որ ավելի ասում ես զգուշացնում է։ Չէ, նայ, արդեն սենց բանով, դուք սխալվել եք։ Հա, մի քիչ ավելի ոչ, սենց կրիտիկական։ Այս գիտեք ինչի համար է, տղեկ, ես իմ մյուս ծրագրավորողների համար է, որ հանկարծ սխալ բան փոխանցեն, նայ, տիկ ջան, ես կարող եմ մի հատ սենց կլաս սարքեմ, դու էլ օգտագործես։ Բայց դու չես մտնելու խորանաս իմ գրած կոդերի մեջ, ալարելու ես։ Որպեսզի հեշտ տենաս ինչն է խնդիրը, ինչն է սխալը, Վալեր ջան, ես քո համար ասենց հոշումներ կթողեմ console warn-ով կամ error-ով։ Դե չէ, էսի ժողովուրդ ջան, ձեր օգտատերերին вообще պետք չի էլի։ Էսի ծրագրավորողը ծրագրավորողին, էլի, անուշ աղբյուրն։ Սովորական ֆունկցիայի պես են բանում։ Ջան։ Այս student որ change կուրս չեմ գրել, դեգից change կուրս եմ գրել պարամետրը տվելում, ասում եմ չկա դեն։ Բայց երկու հատ բանում էր։
Այնուհետև ճիշտ է, որ Տղեկ, պատկերացիք, չէ, այսինքն ես կարող եմ մեթոդ ունենամ, տղեկ, որը կարող ստուգում կատարի նոր, Վալեր ջան, ուրեմն նայ, ունեմ բաներ, որոնք որ ինչ-որ տվյալ են get անում, բերում, տալիս, ունեմ ընդունողներ, տղեկ ջան, նայ, Իտոգում, ձեր կլասը, դրսից կամայական արժեք չպետք է ուղղակի առանց ստուգման վերցնի, Գուրգեն ջան, միշտ պետք է ունենաք, նայ, տիկ ջան, հիմի կուրսը փոխելու համար, նայ, դաժան գիտես մենք որտեղ ենք սխալ թույլ տվել։ Այստեղ։ Մենք այստեղ չստուգեցինք կոնստրուկտորի ժամանակ։ Տես օրինակ այստեղ եթե 16 փոխանցել ելնելու էր։ Որտեղ Վալեր ջան, դու այստեղ չստուգեցիր կոնստրուկտորի ժամանակ։ Այս նույնը տարբեր է ստուգի։ Ինչու՞։ Կարամ, չեմ ուզում պրոստը խորանալ։ Չեմ ուզում բարդացնեմ դրա համար։ Կոնստրուկտորի մեջը կոտրեք է։ Իմացեք տղեկ, որ կան ու դաժե ասեմ ավելի, ես կարամ ուղղակի կանչեմ change course ֆունկցիա։ Բայց Գուրգեն ջան, կոչվում է DC change course ֆունկցիա։ Տղեկ գիտեք ինչ եմ ամեն անգամ նշում DC կուրսը հավասար է last name։ DC last name-ը օրինակ հավասար է last name։ Տղեկ տարբերություն ու այս կուրսը փոխանցել։ Տղեկ ջան, DC-ով դուք հասկացնում եք, որ խոսքը մեր կուրսի մասին է։ Վալեր ջան, եթե ես այստեղ չնշեմ DC habet-ը հավասար է show, այլ ուղղակի գրեմ habet-ը հավասար է show, գիտես ինչ կկատարվի։ Ինքը կմտածի իտիկ, որ դու student կլասից դուրս ունես ինչ-որ habet փոփոխական ու ուզում ես իր արժեքը փոխես։ Գուրգեն ջան, եթե դու ունենաս habet, ինքը կգնա այս habet-ին կսարքի։ Իտոգում քո կլասի հետ ոչ մի կապ չունեցող բան է։ Որտեվ տիկ, դու չես նշել this բառը, Վալեր ջան, եթե դու չես նշում, որ խոսքը այս օբյեկտի habet-ի մասին է, եղբայր ինքը դες փոփոխական է փորձելու գտնի։ Ինքը չի իմանալու, որ այդ օբյեկտի k դու նկատի ունես։ Հիմա հասկանում եք this բառը ինչի համար։ Նույնը change course-ի համար։ Վալեր ջան, ինքը եթե ես չգրեմ DC change course, ստեղ, ինքը կմտածի, որ դու դուրսը ունես ինչ-որ change course ֆունկցիա։ Գուրգեն ջան, ինքը չի իմանալու, որ դու DC change course-ի հետ ես։ Այսինքն this-ը միշտ գրելուց հարց տվեք ձեզ։ Լավ, եթե this-ը չգրեմ, եսի կջոգի, որ սրա մասին է խոսքը, իհարկե չի ջոգի։ Okay։ Հիմա, տղեկ ջան, հիմա։ Եկեք մի հատ փոքրիկ բան գրենք, չնայած լավ, եկեք մի հատ էլ լավ չեմ ասի հետ։ Եկեք մի հատ փոքրիկ բան գրենք, համակարգ գրենք բանկային։ Համաձայն եք։ Տղեկ ընդհանուր պատկերացրել ենք, հա։ Վալեր ջան, ձերը չի ելնի։ Ջոգել ենք։ Հիմա, տղեկ։ Լավ, եկեք ընդհանուր այդ setter get-երն է ասեմ, հա նոր բան կանենք, ավելի լավ ինձ ասեմ։ Հիմա նայեք, տղեկ։ Հաջո։ Լուչի ասեմ այդ մասը։ Մենք setter ենք սպասում։ Հիմա նայեք, տղեկ։ Այստեղ գոյություն ունի get set հասկացողությունը։ Ինչ է նշանակում get, ինչ է նշանակում set։ Get-ը Իտոգում Գուրգեն ջան, քո այս կլասը կամ վերցնում է, կամ տալիս է, չէ՞։ Օրինակ get full name-ի համար, տղեկ, get-եր չեմ գրի։ Այլ շուտ լավ, սենց ասեմ։ Կլասը հենց իրա մեջ ունի առանձին set եւ get տեսակի բաներ։ Տեսեք ասեմ ինչ էր։ Ուրեմն նայեք։ Ջան։ Չէ։ Նայ, set բառը, տղեկ, ու get բառը կլասի մեջ կախարդական էֆեկտ ունի։ Ուրեմն նայեք, Գուրգեն ջան, եթե դու գրես set կուրս, անունով ինչ-որ ֆունկցիա, Ես երկուսն է ջնջելու։ Չէ, get-ը իզուր ջնջեցի, get full name, թույսի թող մնա, հա։
Տղեկ ջան, հիմա ուզում եմ մի հատ ֆունկցիա գրեմ, որը որ այս կուրսը տալու համար է։ Եկեք կուրսը вообще կոնստրուկտորից հանեմ, Վալեր ջան։ Տիկ ջան, դու կարաս մենակ քո անունը ազգանունը դաս որպես կոնստրուկտոր։ Կուրսը պետք է տաս բանով, սեթերի միջոցով։ Տղեկ ջան, set ինչա նշանակում, դնել, չէ՞ Վալեր ջան, set։ Ուրեմն sense կանեմ ես, կունենամ set կուրս։ Գուրգեն ջան, մի քիչ առաջ ես ֆունկցիա ունեի, որը որ կոչվում էր set կուրս կամ change կուրս։ Հիմա ես sense կանեմ this-ի get տակի գծիկ կուրս հավասար է Վալեր։ Բայց մի րոպե, հələ մի հատ լսեք դա պետք։ Եթե Վալուն մեծ է հավասար կամ փոքր է հավասար 6-ից նորանի, չէ՞։ Հակառակ դեպքում ուղղակի ինչ-որ մի բան որ չանի։ Տիկ ջան, գիտես այս տակի գծիկը ինչի դրեցի։ Նայ, հիմա ոչ մեկ դրսից չի կարա գրի պրոստո students։ Նայ, Գուրգեն ջան, դու չես կարա դրսից գրես console log student2, չէ՞։ Get կուրս։ Չկա sense բան պրոստը։ Հիմա նայ, ինչի չկա։ Որտեվ ես տակի գծիկով եմ գրել դա։ Նայ, հա, չէ, ջնջելու համար չէ, ստանալու համար։ Get։ Տակի գծիկ կուրս, հեսա ասեմ ինչի համար, տղեկ ջան։ Տղեկ, նայեք, ուրեմն սենց հասկացողություն կա։ Երբեմն Վալեր ջան, փոփոխականներ կամ բաներ կան ներքին, որ պետք չեն տիկ որ դրսից թողես որ ուղիղ հնարավորություն ունենան կարդալու եւ փոխելու։ Այսինքն, նայ, հա։ կոպի դասատեն ինչ որ մենք մտնում ենք նայում ենք ինսպեկտոր դիգնի թողում ենք, տենալ էլի կարաս կոնսոլով։ Հիմա նայ լավ Գուրգեն ջան, արի ես ցույց տամ։ Կոդը որ գրած է, ինսպեկտի մեջ է։ Որ ասում նայում եք, ինչ կոդը դրա։ Պիտի մեզի թողում են նայենք, տագինը չեն թողում։ Էսի այդ տագի գծիկով է։ Ահա։ Հիմա նայ։ Գուրգեն ջան, դու երբ որ students 2-ին նայ, այն վաղ պետք է կանչեիր, այն վաղ կանչելու էր change կուրս, չէ՞ Վալեր։ Սենց։ Այս մեթոդը մեջ չէ կանչելու։ Համի ջնջել եմ չկա։ Ելելու էր 16 կամ այն if else-ով աշխատեր։ Չէ՞ Վալեր ջան։ Վալերը մեր հետ է, չէ՞։ Հա։ Հիմա տղեկ չկա change կուրս մեթոդ, կա this students-ի, նայ Գուրգեն ջան։ Students 2-ի կուրսը հավասար է 16։ Տղեկ, կլասը գալու է տենա, որ կուրսի համար կաս գրած set բառով ֆունկցիա, ու նայ, հավասարացնում եմ ինչ-որ մի բանի աշխատում այս ֆունկցիան տղեկ։ Ուրեմն որ հավասարությունից կնես կուրսը հավասարացես մոտ անում։ Դե else-ի դեպքն է, չէ՞ էդի։ Կարամ ալերտով error ցույց տամ։ Սխալ։ Նայ, տիկ։ Ֆունկցիա տենում ես կանչած։ Արի ես չեմ չխանգար։ Գուրգեն ջան, ըստ է ֆունկցիա դու տենում ես կանչած, ես գրել եմ կուրս, սենց։ Չէ։ Գրել եմ ուղղակի this-ի, այս student 2-ի կուրսը հավասար է 16։ Տղեկ, սրանք կոչվում են կախարդական ֆունկցիաներ։ Այսինքն, ասեմ ինչի Գուրգեն ջան, որտեվ դու իրան չես կանչել փակագծերով, բայց ինքը կանչվել է։ Դու ես ասել, երբ որ գրել ես հավասարը 16։ Հենց ինչ որ բանի հավասար։ Գրեցիր, երբ որ զեցար վերագրում կատարես, աշխատում է set։ Եթե կասուտի անվերի ես այդ ֆունկցիան անում եմ ու հավասարեցի եսի միջի։ Նորից։ Կասուտի անվեր, Կոնստրուկտորի, թե չէ, կոնստրուկտորը ես վերևին է, այդ բաները ստուդենտ է։ Այս եկե որ կա է։ Հա։ Այդ ստուդենտ
Tun kursa havasar 16 student tun konstruktörü չի Օբյեկտն է։ Ոբե հա Հա։ այդ սարքելու բան Get kursa որ գրում ես ու հավասարացում ինչ-որ բանի մի իշքան set է հա Այդ անունով։ Հա այդ անունով Նայ Գուրգեն ջան, Վալեր ջան, հələ տղեկ հələ ուշադիր նայ։ Եթե գրած է set կուրս ու ես գրում եմ ստուդենտի կուրսը հավասար է 16, տղեկ ջան, այս կուրս անունով set-երն է աշխատել։ Հա, բայց set կուրսից քանը մի հատ դիվի, բանալու թե շատ կարացում։ Չես կարա դու երկրորդ ունենաս։ Օբյեկտի K կարա նույնը լինի, չի կարա։ Այդ դրա համար է։ Ահա։ Students 2 Get course։ Տղեկ, եսի բան եմ վերագրել, այստեղ վերագրված արժեքներ մեկը ստե, չէ։ Այստեղ աշխատելու է get ֆունկցիա։ Console log-ի վաղը։ Console log-ը կապ չունի, ես console log-ը գրել եմ որ տենակ։ Երբ որ դու ուզում ես արժեքը վերցնես, Գուրգեն ջան, դա կոչվում է get։ Երբ որ դու տալիս ես ինչ-որ արժեք, դա կոչվում է set։ Վալեր ջան, այն արժեքը, որը որ դու փորձում ես հավասարի միջոցով տաս, դա կոչվում է set։ Դրա համար գրվում է դիմացը set ու ֆունկցիա։ Այն արժեքը Գուրգեն ջան, որը որ դու ուզում ես վերցնես, ուղղակի դա կոչվում է get։ Հիմա նայ, տղեկ, այս ամեն ինչը արվում է set ու get։ Մենակ այն նրանց համար, ովքեր խնդիր ունեն պաշտպանության։ Այսինքն գաղտնիության հարց կա Գուրգեն ջան։ Այսինքն կոպիտ ասած դասից ինչ-որ մեկը պրոստը։ Նայ, եթե ես այս ամեն ինչը sense չանեի, հիմա արի ուղիղ նայենք հարցին։ Ուշադիր նայ։ Վալեր ջան, ես ուզում եմ որ միշտ կուրսը վերցնելուց մի հատ էպոչից ավելացնեմ համար բառը, օրինակ եմ ասում։ Sense գրեմ, հա? Համար մեջտեղի գծիկ տղեկ ու այսպես։ Մի հատ եկեք բացի ամեն ինչից, մի հատ console log անեմ ուղղակի կուրսը։ Այս students console log students տղեկ ուղղաշատիր նայենք բանի, հա? Նայենք ինչ է կատարվում։ Սխալ։ Էսի բաններ 16-ներ։ Տղեկ նայեք, էսի կոմենտում եմ, հա? Հիմա նայ։ Դու կուրս չունես Գուրգեն ջան։ Երբ որ դու get կուրս ես կանչում, ասում undefined, Վալեր ջան, համար undefined, ինչի համար undefined, DC կուրս չունեի, որտեվ քո set-երը չի աշխատել, փակել եմ։ Students 2 get կուրսը, Վալեր ջան, ինչ անում, կանչում է կուրս ֆունկցիան, այս ֆունկցիան է կանչում։ Նայ Գուրգեն ջան, ինքը աշխատում է, console log ես կամ։ Ես աշխատում եմ։ Տղեկ այս ֆունկցիան աշխատում է, բայց ես այստեղ ֆունկցիա կանչել եմ, չէ։ Սա կոչվում է Գուրգեն ջան, կախարդական ֆունկցիա։ Ինչ իմաստով, որ դու փաստացի չես գրել DC կուրս ինչ-որ մի բան, դու գրել ես ուղղակի this get կուրս, ոչ students 2 get կուրս։ Տղեկ, եկել է այս կլասի մեջ, տեսել է որ սրա համար, այս անունովի համար կա գրած get տեսակի ֆունկցիա, աշխատացրել է այս ֆունկցիան։ Տիկ ջան, տեսավ որ դու վերագրում ես DC այս students 2-ի կուրսին վերագրում ես արժեք, գալու է նայ, ասելու ախպեր կուրսով set կա, ասի հա, ասելու դե ուրեմն այս ֆունկցիան աշխատացրու։ Խիեմ ես տակի գծիկով գրում, տղեկ, որտեվ ես սրա համար արդեն գրել եմ set-եր ու get-ը։ Եթե, լավ, հիմա եկեք 16-ը դե չի աշխատում, տղեկ ալերտով error է տալի։ Գրում եմ 4։ Տղեկ ջան, հիմա աշխատեց համ set-երը, համ get-երը։ Set-երը դրեց DC 4-ը 4, get-երն է ասեց, տվեց քեզ բան։ Տղեկ, հասկանում եմ, որ շատ խորհուրդ է, շատ բարդ է set ու get-ը։ Այս էլի կամաց անցած անգամ էլ էր, գրեցի function constructor, ձեր համար շատ խորհուրդ էր, այսօր մի քիչ անցանք, արդեն պարզ Նորմալ է։ Նորմալ է, տղեկ։ Բարդ չի, նորմալ։ Ասեմ ինչի, տղեկ ջան, հիմա պատկերացրեք, եթե SS-ի sense չլներ։ Դու ուղղակի Գուրգեն ջան, գրելու էր DC կուրսը հավասարաչար ու students-ի get կուրս։ Ինչ է դնելու ոչ ֆունկցիա էր աշխատելու ոչ է։ Սա սովորական քո օբյեկտի բանն էր։ Ստուգում չկա։ Հավասար է 16։ Գալիս եմ ստեղ, գրում եմ sense 16։ Գուրգեն ջան, ոչ get-եր ունես, ոչ set-եր ունես, այսինքն ոչ ներսը ընդունող ունես, ոչ դրսից ճանապարհող ունես։ Տղեկ, ոչ դիմավորող ունեք, ոչ ճանապարհ ունեք։ Անկապ անտեր փոփոխական ստացվում։
First name-ն ու last name-ը Վալեր ջան, օքեյ, ախպեր, անունը, ազգանունը, ինչ ուզում ես գրի, բայց կուրսը չես կարող սխալ գրես։ Դրա համար ես կուրսի թիվ ընդունող ու ճանապարհող ունեցա Գուրգեն ջան։ Ես կարամ setter չունենամ, մենակ getter ունենամ, հա։ Get կուրս ախպերը։ Ուզում ես կոնստրուկտորով ընդունեմ կամ get name։ Նայ Գուրգեն ջան, get name եմ գրում։ Հենց մեկը this is գրի get name, նա ինչ եմ գրում։ Նայ Վալեր ջան, հենց մեկը this is գրի get name։ Ես կարամ ես get full name ֆունկցիան տղեկ գրեմ name ուղղակի, բայց պետք է պարտադիր get բառը գրեմ Գուրգեն ջան։ Նայեք։ Այն ժամանակ գրել էի get full name ֆունկցիա։ Հիմա էլ է ինքը ֆունկցիա, բայց մենակ ես գիտեմ, որ ինքը ֆունկցիա է։ Դեմը գրել եմ get բառը։ Տղեկ մի դուսի, դասից մեկը ասի ստուդենտի name-ը տուր, աշխատելու է այս ֆունկցիան։ Տենում եք հիմա say to get-ի կայֆը որն է, տղեկ։ Դու էլ չես գրում Գուրգեն ջան, ֆունկցիա չես կանչում, պարտադիր չի ֆունկցիայի անուն լրիվ գրես, կանչանես եւ այլ։ Get ու set-ը միշտ աշխատում։ Set-երն ու get-երները տղեկ էլի կիրառություն ունեն, օգտագործում են եւ այլն, բայց ոչ այդքան շատ, ինչքան որ կարող պատկերացնեք, հա։ Հա, բայց տղեկ ջան, իմանալ պարտավոր ենք, որտեղ չենք կարա, չիմանանք կլասի ամենակարևոր բաներից մեկն է, էլի համարվում, հա, որ ասեն set-ը ու get-ը գիտեք, չես կարող ասես չէ, ինչ։ Հա, կասեն ոնց ախպեր, ուրեմն դու կլաս չգիտես։ Ոսպեք փախնեք, հա։ Հա, մեկը չհասցրիք։ Որ գալիս է, Հա, դե լարի հիմար չկա։ Ահա, տղեկ ջան, set-երն ու get-երը հասկացանք։ Հիմա եկեք մի հատ օրինակ լուծեմ ձեր համար, որ པարզ լինի։ Set-երն ու get-երը տղեկ, նայեք, ամեն դասին sense մի հատ փոքր խազը գաղափար եմ ասելու, չխորանամ դրա վրա։ Հիմա նայեք, function constructor-ը անցանք, ես անգամ խորացած անցանք, արդեն հասկացանք։ Всё, հա։ Հա։ Վալեր ջան, կարանք բանկի ծրագիր գրենք, բանկ գրենք։ Class bank։ Բանկը դիք ջան ունի կոնստրուկտոր, որտեղ ընդհանրապես ընդունում է name։ Մենակ։ Հեսա կասեմ։ Հա, այնիկե get-ով set-ով։ Լիքը բաներ get-ով set-ով անելու, կամ կարանք հեսա լրիվ ուրիշ բան ենք անում։ Էսի բանկն է, մարդը չի։ Տղեկ, նայեք, this-ի name-ը հավասար name։ Get-եր գրեմ Գուրգեն ջան, get name։ Կարամ սենց անեմ, ուղղակի name-ը to uppercase-ով։ Չէ, Վալեր ջան, ըհը։ Այսինքն, ես կարամ ասեմ constant converse-ը հավասար է new bank, անունը դնեմ converse։ Գուրգեն ջան, դու կարաս փոքրատարորով ես հաղթած, մեկը այս մեծատարորով եմ քեզ տալու։ Հիմի նայ, Վալեր ջան, որ մեկը կողքից գասի console log converse get name Վալեր ջան, ես ըստ name անունով ֆունկցիա գրել եմ, get-երով եմ գրել, բայց այսքան նայ, կարամ ես գամ ստեղ, եղբայր։ Այ, ես ինչ արեցի, տայք set name of bank which is on the Բայ, նայք, կներեք, ասմա եղբայր, դու ապուս չես, ասմա get-երը գրել ես, set-երը չես գրել։ Եկեք ուրեմն մի հատ է գրեմ set name։ Հա? Նայ, Վալեր ջան, այսինքն կոնստրուկտորը ինձի պետք չի, ջնջում եմ։ Այս բան չէ, կարող է ուրիշ խնդրի դեպքում պետք է։ Set name ու get name ունեմ, չէ՞։ Set name-ը պետք է ընդունի ինչ-որ value։ Վալեր ջան, գրում եմ this-ի։ Տեք ջան, որպեսզի հիմա name-ը ես չխառնեմ, պետք է եսի գոնե տակի գծիկով գրեմ։ Այս տակի գծիկը տղեկ գրում եմ, որ ես չշփոթեմ set-երը ու get-երը, հա։ Որը ինչ անում, այ ախպեր, կարող է էլ get-ը։
Sense չի տղեկ ջան։ DC տակի գծի name-ը հավասար է value, չէ՞։ Նայ, Վալեր ջան, էլ բանկը converse-ը sense չենք տակի գրենք sense։ Converse-ը get name-ը հավասար է տիկ ու converse։ Գուրգեն ջան, քանի հատ ֆունկցիա աշխատում ստեղ։ Երկու, որոնք են։ Վալեր ջան, set-ը աշխատեց, երբ որ ես բան էի վերագրում, name-ին։ Get-ը աշխատեց, երբ որ ես ուղղակի գրեցի get name առանց վերագրման։ Տղեկ, շատ շփոթելու բան չկա, երկու հատ դեպք ունենք, Վալեր ջան։ Վերագրման եւ ուղղակի արտացման, ուղղակի կանչել։ Կարելի ասել, այո, եթե հավասարման նշանը կա, այսինքն վերագրման նշանը կա, տղեկ ջան, դա խոսքը ուրեմն set-երի մասին է։ Եթե ուղղակի ջան նայեք ջան, կոնստրուկտորը ջնջել եմ։ Կոնստրուկտորը ջնջել եմ, չկա։ Բացարձակապես։ Մենակ կոնստրուկտորներ տղեկ, որ այս փակագծի մեջի պարամետրերին դիմավորում են։ Կոնստրուկտորը ջնջել ես էլ պետք չի, հա։ Տղեկ ջան, ուրեմն բանկը սովորաբար ունի։ Տղեկ, նայեք, կոպիտ եմ ասում, բայց կա ծրագրավորման պայմանավորվածություն։ Ասում այն ինչը որ ներքին օգտագործման համար, այսինքն դրսից պետք է տենց ուղիղ ձևով չկարողան վերցնել։ Դրանք գրվում են տակի գծիկով։ Դրա համար, երբ որ անունի մասին էր խոսքը, Գուրգեն ջան, ես էս սենց պետք է փոխեի։ Այն ինչ որ Վալեր ջան, ներսի օգտագործման համար, ես հետի գրում եմ տակի գծիկով։ Այն ինչ որ դսի մեծ սովորական բանով։ Հիմա նայ Գուրգեն ջան։ Եթե ես գանքո կլասի մեջ տենամ ասես մի հատ փոփոխական, որ գրածա օրինակ եմ ասում։ DC get percent հավասար է 24 բանկը տոկոսում։ Տղեկ, տերում եք, որ DC տակ կարմիր գծեց։ Չէ, էսի սենց հասկացողություն կա։ Եթե կլասով է, տղեկ, պետք չի dis բառը գրել։ Եթե function constructor ելներ տղեկ ջան, հա, function ելներ նույն բանկից եւ այլն, հա, մի հատ օրինակ արագ գրեմ, որ պատկերացնի։ Այստեղ ելնելու էր DC percent-ը հավասար է 24։ Բայց տղեկ, կլասների մեջ ընդունված է dis-ով դիմել միայն ֆունկցիաների եւ set-երների, get-երների մեջ։ Կոնստրուկտորա Գուրգեն ջան, գրի dis-ով, հա, այսինքն ներսում։ Մեջը ինչ ուզում եք dis-ով գրեք, տղեկ, բայց ինչ վերաբերվում է ուղակի գրելուն, գրեք percent-ը հավասար է 24։ Նայ, Վալեր ջան, ես ինչ գրեմ այստեղ, չգիտեմ, տարիքը հավասար է ինչ Հավայի, вообще ինչ Հավայի բաներ գրեմ։ Նայ, գրում եմ ուղղակի console-ով converse, չէ՞։ Տղեկ ջան, սա սովորական, նայ, percent-ը 24, տարիքը 20 Հավայի։ Այսինքն տղեկ, սա նույնն էր, որ գրեի DC percent-ը հավասար է 24, DC տարիքը հավասար է Հավայի եւ այլն։ Էլ այստեղ պետք չի dis բառը տիկ։ Տղեկ ջան, այն ինչը որ պետքա դրսից սպասենք։ Դա գրում ենք set-երներով եւ get-երներով։ Ինչի համար տիկ, որպեսզի կարողանանք որոշակի ստուգումներ կատարել։ Արնստի։ Հա։ Օլա համորցել էի, Python-ի դաս կացի։ Ուրեմն, DC percent-ը հավասար է 24, տղեկ ջան։ Տարիքը Հավայի։ Ամին նայեք, լավ, եկեք սենց ասեմ։ Վալեր ջան, ինչը որ պետքա դրսից սպասենք, գրում ենք set-երը։ Եթե տիկ ջան, գրել ես ինչ-որ բանի համար set, դու պետք է գրես նաև get։ Պարտադիր է, set-ն ու get-ը ջղտել են, ախպեր, իրար հետ են միշտ։ Աբես։ Եթե այնի գրել ես, այնի Ну, եթե իբրես հետ համատի չեմ կարող, եթե վերամոյցանում։ Կա դեպք, որ մենք set մարդը, դա դեպք Դաժի եթե այտենց դեպք կա, որ այտենց է պետք, դու եթե գրել ես set-ը, պետք է պարտադիր գրես get-ը դու գրես։ Ասեմ ինչի։ Ասեմ ինչի, որտեղ DC name-ը, քո իրական name-ը, մենակ տակի գծիկով է։
Ուրեմն, եթե դու get-ը օրինակ չգրես, մենակ set-ը գրես, դրսից դու պետք է դիմես sense տիկ անունը վերցնելու համար։ This-ի տակի գծիկն է։ Ճոգիր։ Ճիշտ չի, գրագետ չի։ Որտեվ sense ընդունված բան կա, տղեկ, ասում այն ինչ որ ներքին օգտագործման համար է, գրում ենք տակի գծիկով։ Այն ինչ որ դրսի դաստուկն է, մեծ բանը։ Համին նայ, this-ի percent-ը պետք է լիներ տիկ տակի գծիկով։ Աբրից։ This-ի տարիքը, էսի չգիտեմ։ This-ի percent-ը պետք է լիներ տակի գծիկով։ Այո։ Բարիբեր։ Դա դուրս։ Համին նայ, հաջում։ Հա, հեսա բրծան, հա, բրծան քեզ։ Նայ։ Լավ եմ խաղ։ Հազա բան չեմ ասում, տղեկ, ուրեմն իշեք, եթե կա set-ը կա նաև get-ը, պարտադիր ձևով, այն ինչը որ ներքին օգտագործման համար է տղեկ, գրում ենք տակի գծիկով, այն ինչը որ արտաքին օգտագործման է, ինչ է նշանակում արտաքին օգտագործման, նայ, եթե դու մի բանը կարաս ուղակի գրես converse-ի get, տան հավասար է 9, Վալեր ջան ներսում set-եր ունեմ, չունեմ, get-եր ունեմ, չունեմ, converse օբյեկտի մեջ ուղակի ավելանալու է ինչ-որ t փոփոխական 9 արժեքով։ Սրա համար ոչ set-եր կար, ոչ get-եր կար, ոչ ուրիշ ոչ մի բան չկար։ Okay, okay։ Կլասը ինչով է տարբերվում function constructor-ից գրեթե ոչ մի բան։ Միայն գրելաձև։ Всё, գրելաձև ու պրծավ գնաց։ Okay, տղեկ։ Սրա համար բայց արդեն տնային ուղարկեմ կարանք հաստատ ինչ որ մի բան անենք։ Կղանքի մեջ եք տղաներ,